Դժվար ինչի, որովհետև դիարի մարդկանց բացատրի, որ 19-րդ դարի հաստոցով դու կարաս դες բան տպես, որ ուրիշը 21-րդ դարի հաստոցով չի կարող անի էդի։ Այդ պատմությունը կպատմես ոնց որոշեցի, որ 19-րդ դարի տպագրական մեքենա ստանոք պետքա բերես։ Դե կոմպյուտերով այդ մի տարաչափը, ասենք ինչ չափի ուզում ես մեծացնում ես, փոքրացնում ես, ասենք մի 40-50 կիլոբայթ է։ Հիմա այդ մի տարատեսակը, որ ես վերցրել եմ, մենակ 8 տարաչափն է, 30 կիլո է։ Ցանկացած գործի մեջ, եթե հոգի ես դնում, խորանում ես, ուշադրություն ես դարձնում ամեն մարոկիներին, պրինցիպներ ես դնում, որոնց պահում ես, ու լինում ես բավարար համբերատար, միանշանակ ստացվել է։ Մեր շուկան կայացած չի։ Մեր մոտ կան լավ դիզայներներ, աշխարհով թնդացող դիզայներներ, բայց դիզայն ինդուստրիա այդ հասկացողությունը չկա։ Մեկ-մեկն էս տպավորություն կա, մոտ կարող է սխալ է, չգիտեմ։ Մարդիկ շատ իմիջայլոց են վերաբերվում, էլի իրանց արածին։ Հատե արագանենք բրստենք էլի։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն է գրաֆիկ դիզայներ Գարեգին Մարտիրոսյանը։ Նրա հետ զրուցել ենք իր արդեն հայտնի դառած հաստոցի մասին։ Խոսքը գնում է 19-րդ դարի տպագրական հաստոցի, որը Գարեգինը ներմուծել է ԱՄՆ-ից եւ 150 տարվա տպագրական հաստոցով այսօր Հայաստանում իրականացնում է տպագրություն։ Պատմությունը թե ոնց է իրականություն դառել, շատ հետաքրքիր է։ Նրա հետ զրուցել ենք նաեւ դիզայնի, ճաշակի, մշակույթի, երաժշտության եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման ոդկասթը դիտեք մինչև վերջ, շատ հետաքրքիր պատմություն է, Գարեգինը իրոք շատ հետաքրքիր գործ է անում, վերականգնելով այդ տրադիցիաները Հայաստանում տպագրական։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք կոճակը եւ եթե հավանում եք այն ինչ որ մենք անում ենք, մեր ոդկասթին ֆինանսապես կարող եք աջակցել Patreon-ի միջոցով։ Շատ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր դա արդեն անում են։ Դա մեր ոդկասթի շարունակական լինելու համար շատ մեծ ներդրում է ու օգնություն է։ Շնորհակալություն, գնացինք։ Գարեգ ջան, ո՞նց ես։ Լավ, Նարեկ ջան, մերսի։ Դու։ Լավ, մերսի։ Այդ քո հայտնի Instagram-յան վիդեոն 400,000 դիտում ունի արդեն ասեցիր։ Ավել։ Անցել է։ Ո՞նց ազդեց։ Դրական ու անսպասելի էր շատ։ Անսպասելի էր, որովհետև ընդհանրապես առաջի անգամ էր այդ տենց ինչ որ վիդեո նկարեն, գցեն Instagram, բան, սոցցանցերում։ Այսինքն կարելի ասել ես ինքս ինձ պատրաստում էի արդեն որ պետք է ինչ որ տես մի բան անել ու տենց ստացվեց որ առանց իմ ուզելու եղավ էլի բանը, բայց ու հետաքրքիր էր բաներ ու շատ զարմանալի է, հետաքրքիր է, ես ընդհանրապես մտածում էի, ասենք ինչ որ շատ նեղ խումբ կա մարդկանց որ տես բաներ ա նայում, դիզայնով է հետաքրքրում, հա։ Ընդհանրապես, հա, բայց պատկերացրի որ շատ մարդ էին, նույնիսկ ասենք այդ իմ արվեստանոցը որ կա կողքի, ասենք հարևան բնակիչները, շատերը տեսել էին հատուկ ոտերում ասում էին մենք նայել ենք, լայք ենք դրել։ Ես էլ եմ լայք։ Ու տենց բաներ էլի, հա, հաճելի էր, նախ հաճելի էր նոր որ հիմնականում դրական արձագանք էր, լավ էր, հա, ու ոչ միայն ասենք դիզայներներ են, ընդհանրապես, ասենք Սովորական մարդ։ Հա, սովորական մարդը իրենց, հա, հետաքրքիր է, որ ինչ որ մարդ ինչ որ մի բան անում։ Հա։ Հա։ Իսկ այդ պատմությունը կպատմես ոնց որոշեցի, որ 19-րդ դարի տպագրական մեքենա ստանոք պետքա բերես։ 1800 որ թվի էր։ 73։ Արի դից սկսենք, էլի ոնց որոշեցի, որ դա պետք է բերես։ Ընդհանրապես պատմությունը մի քիչ ավելի ուրիշ տեղից էր սկսվում, նախ շատ երկար ժամանակ էր, որ մտածում էի ինչ որ տենց դե որտեվ արդեն տարիքս մեծանում եմ, արդեն 50 անց եմ ու դիզայն ասես մի խնդիր կա, ամեն դեպքում դիզայնը ժամանակի հետ կապված մասնագիտություն է։ Հա։ Ամեն դեպքում, հա, ես չեմ ինձ համարում բան, ես բավականին բարձր որակավորում ունեցող մասնագետ եմ ու լավ մեծ, մի խոսքով չեմ դժգոհում այդ բանով, լավ է, իմ գործս ված չի, պատվիրատուներ ունեմ պատվիրատուներ, որ
որ արդեն 10, 15, 20 տարի իրար հետ աշխատում ենք, բան։ Բայց ամեն դեպքում մտածում եմ, որ դիզայնը ամեն դեպքում ժամանակի հետ կապված մասնագիտություն է։ Բնականաբար երիտասարդների հետ ոտք գցելը ավելի է դժվարանում ժամանակի հետ, ասեմ ինչի, տարբեր պատճառներ կա։ Օրինակ պատվիրատուները երիտասարդանում են։ Հա, Հա, ու երիտասարդ պատվիրատուին, ասենք եթե 20 տարեկան տղա է, հա, բիզնես ունի, իրան Նոր ավելի սկսել է, հա։ հեշտ է աշխատել երիտասարդի հետ, էլի, ավելի հեշտ են իրար լեզու գտնում։ Կապ չունի լավ, վատի մասին չի, ընդհանրապես։ Ասենք ես իմ վրա զգացել եմ, որ ասենք ես պատվիրատու ունեի, որ ասենք բիզնեսը փոխանցել է որդուն, որդին է զբաղվում բիզնեսով, ու ասել է որդուն, որ կգնաս Գարիկի մոտ, այդ գործերը ինքն էր անում, բանա։ Նոր պրոյեկտ ունես, իր միջոցով արա։ Բայց 1-2 հանդիպեց ու զգում եմ, որ նեղվում է բան անում, հետո իմացա, որ ինքը անցել է ավելի իրան հասակակից դիզայների հետ աշխատում, նորմալ է, ես դրան հանգիստ եմ նայում, տենց է։ Նորմալ է, դե ոչ մի խնդիր չկա։ Ու ես հա մտածում եմ, ինչ որ մի հատ ուրիշ կողքից ինչ որ ձևով կապ ունեցող իմ դիզայնի հետ, ինչ որ մի բան, բիզնես սկսեմ, տարբեր պրոյեկտներ էի մտածում, նույնիսկ կապ չունեցող բան, բայց հետո մտածեցի շաուրմիկ է, հա։ շարմիկետ չէ, գարեջուր էի մտածում։ Գարեջուր շատ եմ սիրում, երևի դրանից էր։ Բանը, ասենք տպագրության հետ կապ ունեցող ինչ որ մի բան։ Բայց հետո մտածում եմ, այմեր 20 տարի այս ոլորտում եմ ու այդ տպագրիչներ, բաներ, շատ ընկերներ ենք, բան ենք, էլ մտածում եմ ինչ պետք է բերեմ, որ ասենք այդ մտնեմ այդ բանի մեջ ու ոչ բան անենք, իրար խանգարենք, ամել ես ունենամ գործ, ամ իրանց չխանգարեմ։ Շատ պատահական մի օր փողոցում անցնելուց տեսա միտեղ գրված է letterpress printing։ Ասեցի, դե ես գիտեմ letterpress-ը ինչ է։ Իսկ ինչ է այդ մարքանց հանրավոր չգիտեմ։ Տես, եթե բառացի թարգմանենք, իջար շատ հաջող ծանոթներից ընկերներից մեկը թարգմանել էր Սոնա Հարությունյանը, ինքը բանա, Հայարթի ղեկավարն է հիմա։ Հայարթը գիտեմ։ Հա, տառատիպ, Տառատիպ, հա, letterpress, այսինքն տառով տպագրություն, հա։ Տառատիպ, դա նախկինում որ տպագրությունը արել են, որ սկսեք Գուտենբերգից կամ ավելի մեծ ծանոթ Հակոբ Մեղապարտից, տառեր ա եղել է, հավաքել է։ Մեր ոդկասթի գործընկեր Իտալ Սոլարն արդեն ունի իմ կարծիքով ամենաօգտակար պրոդուկտներից մեկը՝ արևային մարկոսներ։ Ինչ է դա տալիս։ Էներգետիկ անկախություն։ Իսկ դա նշանակում է, որ հոսանքազրկումները քեզ չեն սպառնում, եւ դու ունենում ես լույս այն ժամանակ, երբ ողջ տարածքը հոսանքազրկված է։ Իսկ այդ մասին տեղեկանում ես հատուկ հավելվածի միջոցով, որով ստանում ես ծանոթություն, որ արդեն անցել ես կուտակած էներգիան սպառելուն։ Ավելի մանրամասն տեղեկության համար զանգարիր 8128 հեռախոսահամարով։ Ոնց էր, ասենք այդ process-ը մի հատ պատկերացնենք, էլի տառերը, մատրիցները ոնց որ տառերի կարել երկաթից կամ ինչ-որ Դու նյութից։ իրար հետ հավաքում ես, այդ գրաշար հատուկ տենց մարդ կա, որը այդ տառերով հավաքում է, ինչ որ մի այդ հաստոցի մի մասում դա հավաքվում է, հետո ներ կա կսվում վրա, թուղթը դրվում է ու պրեսով սխմվում է։ Եթե շատ պրիմիտիվ այդ տեխնոլոգիան բացատրենք, դա։ Դու գնալով էդի զարգացել է այդ արդեն այդ մատրիցաները փոխվել են, հիմա offset տպագրություն, հիմա digital տպագրություն եւ այլն զարգացել է։ Բայց ամեն դեպքում այդ հին տեխնոլոգիաները ինչ որ բաներ մինչև հիմա օգտագործվում է, էլի։ Օրինակ, ասենք այդ հաստոցը, որ ես ունեմ, այնպես չի, որ Հայաստանում չկա դրա նման։ Կա, ասենք տենց 1873 թվի կարող է չկա, բայց կան ավելի համատավար նոր, որ նույն սկզբունքով աշխատում են, մի քիչ սովետական միության սկզբի ոչ միայն, ասենք 50-ական, 60-ական թվականների գերմանական հաստոցներ կան Heidelberg-ներ, որ բայց նույն սկզբունքով են աշխատում։ Նույն սկզբունքով են աշխատում, ավելի կատարելագործված են, բայց իրանց օգտագործում են ուրիշ նպատակներով, ասենք, էլի տպագրական տեխնիկա է, հիմա այտենց երևի բան չանենք, բայց ասենք թուղթ են կտրում, ասենք, եթե ոչ ուղիղ թուղթ ես ուզում կտրես, ձևավոր կտրում են կամ ոսկի են դաջում վրան։ Այսինքն տարբեր բաներ, բայց տպագրության համար
չեն օգտագործում, ասենք վալերը հանում են, ներքի վալերը հանում են վրայից, մենակ այդ մի քանի գործողությունն են կատարում։ Ինչ-որ սիրուն կտրելու։ Հա, որ ասենք ոչ ուղիղ, ասենք եթե ծաղիկի նման ուզում ես կտրես կամ ինչ-որ բացի կա ձևավոր բան եւ այլ կամ ոսկի ավրեն դաչում, մեր հայ մենք սիրում ենք, չէ՞, ոսկի։ Ոսկի շատ ենք սիրում, ամենտեղ լինի։ Հա, ու բանը, այսինքն կա այդ դրա նման այդ հաստոցներ, letterpress, ես որ տեսա, իսկ letterpress-ը մի քիչ ավելի, ասենք, դիզայներների մեջ շատ տարածված է այդ բանը, շատ ընդունված է, հարգված է։ Ու տեսա, ասեցի, լավ, մտնեմ, գիտեմ մոտարապես բանը, որ կարող է թանկ լինի այդ տպագրությունը, բայց գոնե, ասի, չլինի, գոնե մի հատ այցեքարտից համար տպեմ էլի։ Մտա ասեցի, բա letterpress ունեք, բա հա։ Բա կարող եմ տեսնել հաստոցը, որովհետև գիտեմ, որ դրանք մի քիչ ստանդարտից հաստոցներ են։ Բա մի քիչ ցույց են տալի ինչ որ UV printer-ա կամ Xerox մի քիչ ավելի հաստ է երևի ներքը անում։ Հա, երևի ինչ որ տես մի բան։ Ասեցի լավ, parza չստացվավ, տենց ասեցի լավ, շնորհակալություն, գնացի։ Շատ պատահական հենց այդ օրը, այտենց զուգադիպել է, երևի տենց էլ պետք է լիներ։ Discovery-ով այդ հաղորդում էր։ Այտենց մի հատ շարք ունեն, որ ամերիկացիներ են գնում են, կոչվում է, ոնց է կոչվում, սպասածելի имущество, ասենց ինչ-որ բան է։ Գնում են, բան են անում, ասենք, պետք է տունը, հին տունը քանդեն։ Հա, գնան իրանք այդ ինչ-որ պետքական ավեկալ են, այդ տունը քանդեն, իրանք այդ պետքական բաների համար փող են վճարում, հետո իրանք թանկ ծախում են։ Ինչ-որ միտեղ են քանդին, տենց տպագրական, այդ իմ, հենց հաստոցի նման, հաստոցի։ Գտան, մարդ ասեցի, իսկ ես էլ փորձեմ sense մի հատ բան։ Սկսեցի ինտերնետում քրքրել, փորել, նման գալ, տեսա որ կա, իրականում կա ու Ամերիկայում դա ոչ թե կա, երևի ամեն, ասենք, այդ մեկ հարկանի Ամերիկա կոչեցալու գարաժներում, բաներում դրած այդ բանից օգտագործում են Ամերիկայում այդ հաստոցները չեն թափում։ Հա։ Մինչև հիմա այդ բաները աշխատում են ու ասենք չէ բացիկներ են տպում։ Հիմնականում բան հարսանյաց բացիկներ։ Հենց տենց էլ կոչվում է wedding cards։ Այսինքն եթե հարցնում ես ինչ ես անում, wedding cards եմ անում, ուրիշ բան չեմ անում։ Ասի լավ, սկսեցի բան անել, փորձել, ասենք ինչ ոնց անեմ, բան բերել, բան, որտեղ ընդհանրապես կյանքում տես բան չէի ձեռնարկել, ինչ որ հաստուց բերել կամ ինչ որ բան անել։ Ու բանը, ասի, բան անեմ։ Բավական երկար տևեց, բայց հասկացա, որ մենակ այդ հաստուց բերելով չի։ Սկսեցի հետաքրքրվել, ստեղ տեսնեմ ինչ կա այտենց հաստուց, կա, չկա։ Տեսա, որ չեմ գտնում կամ գտնում եմ շատ բարդ են իրանք, դե որտեվ ես տեխնիկական կրթություն չունեմ, ինչքան պարզ հաստուց լինի ինձ համար, այնքան ավելի հեշտ կօգտագործեմ, էլի, բարդ տեխնիկայից հեռու եմ ընդհանրապես։ Տեսա, չեմ գտնում այդ իմ ուզածս, ասի լավ, գոնե տարերը գտնեմ այդ մետաղա տարերը, այդ լիցերաները գտնեմ, որտեղ դրանք պետք է գալու այդ տարերով տպագրություն բան։ Տեսա, որ չկա, պարզվում է, որտեվ քանի որ դա արճիճ է, հալացրել են 90-ականներին, թափել են, ոչ միայն 90-ականներին, հիմա էլ։ Հա, այս որ նու հիմա, ասենք մի քանի տարի առաջ, որտեվ ես իշքան մանեկա արդեն էլ չի մնացել այս տպարան։ Դե խառնեցի ծանոթներ, գտա մարդ, որը ուներ այդ տարերից, ու դամ ոչ թե տենց այդ տարերից ուղակի ուներ, այ բաներ։ Այն սովետի ժամանակ Մոսկվայից ուղարկել էին, որտեվ այդ տարերը համարվում էր ստրատեգիկ նշանակություն ունեին այդ տարերը, էլի որ դե որտեվ կարելի դներ սովետի ժամանակ սամիզդատ ինչ-որ բաներ տպեիր։ Հա, լևիթ հերթեր։ Հա, կարելի դրա համար այդ գոսախրանի կնիքով, բանով, տենց թղթով փաթաթած այդ տարերը դրած էին։ Ասեցի պիտի վերցնեմ, որտեվ հայերեն տարեր, որտեվ դե ինտերնետով նայում եմ, տեսնում եմ լատիներեն տարերը կա ազատ վաճառքի լիքը բանա, բերելն է դժվար, որտեվ քաշ է։ Բանա, որտեվ ասենք, օրինակ ես գնեցի մի երկու տարատեսակ եմ գնե, այդ մի տարատեսակը, ասենց կոմպյուտերային լեզվով ասեմ, 8 տարաչափ է, հա, 8 կեգել։ Հա։ Ասենք, դե կոմպյուտերով պատկերացնում ես,
ասենք այդ մի տարաչափը, ասենք ինչ չափի ուզում ես մեծացնում ես, փոքրացնում ես, ասենք մի 40-50 կիլոբայթ է, չէ՞, տարատեսակը։ Հիմա այդ մի տարատեսակը, որ ես վերցրել եմ, մենակ 8 տարաչափն է 30 կիլո է։ Որտեւ ամեն մի տարից շատ է դրած, որ հա, բան անես, էլի 30 կիլո է։ Այսինքն մեծատարերն է, փոքրատարերն է, թվերն է ու կոնկրետ մի ֆոնտ, մի չափի։ Մի չափի, հա։ Այդքան իրար հետ 30 կիլո։ 30 կիլո է։ 5 բաներ, տենց կապոցեր, ամեն կապոցը 6 կիլո էր։ Տարել եք բանում խանութում կշռել են, որ մեկ արդյոք չեմ հավատում, տարեմ խանութում կշերքի վրա դրեցիք, տես 6 կիլո։ Տենց այդ տարատեսակները առա, սկսեցի ինչ որ հետաքրքրվել այդ գրաշարի, որտեղ գրաշար մարդ չեմ գտնում, որ այդ գրաշար կարա ինձ օգնի, այդ սովորեմ գրաշարի այդ մասնագիտությունը, որտեղ երևի կամ շատ մեծ են, կամ էլ ընդհանրապես մահացել են, չկան, էլի։ Գրաշարը որ ճիշտ Այդ երկաթից տարերը հավաքում է, այդ կլիշեները հավաքում, տալիս է տպագրիչին, տպագրիչը տպում է։ Դրա համար էլ առանձին հաստոց կա, որը կոչվում է linotype։ Այդ հաստոցները ընդհանրապես Հայաստանում չես գտնի։ Այդ linotype-ն էլ շատ պարզ են, որ մեկ-մեկ նայում ենք, Մերգելյանի ինստիտուտի նայրի համակարգիչները մեծ բան, էլի դե պատկերացրա մի հատ տպիչ մեքենա է, փոքր, բայց հետևը մի հատ մեծ սարքա, որ այդ երկաթից տարերը հավաքում է։ Հա, կամ ձեռով կարաս հավաքես կամ փորձում եմ պատկերացնեմ ինչքան բարդ է այդ process-ը, շատ բարդ, չգիտեմ 50-60 տարի առաջ Հա, ընդհանրապես։ շատ բարդ է էլ։ Ու հիմա մենք կոմպով ինչ ուզում հավաքում ենք, ոնց ուզում հավաքում ենք, արագ տպում ենք։ Բայց դες հետաքրքիր է նա, որ այսինքն տարբերությունը գիտես ինչու՞մն է, հիմնական այդ վերջնական արդյունքի մեջ է տարբերությունը։ Այս վերջնական արդյունքը, որ վերցնում ես ձեռդ, այդ մի անգամից էլ Հա, որի համար էր գրել էր նվեր, մի անգամից ձեռս տարել ավելի ուրիշ է։ Հա, այդ տակտիլ այդ զգացողությունները շատ ուրիշ է, էլի։ Մարդիկ վերցնում են, վայ, էս սենց բան է, էս ոնց է, հա, էլի տենց ինչ որ հաճելի մեջը բան կա։ Ու պլյուս ընդհանրապես դիզայներների մոտ դա տարածված է, գնահատվում է ու հետո ուսուցողական բան էլ կա, էլի։ Այսինքն այդ ոնց է ոնց որ մելոմանների համար պլաստինկ են, հա։ Հա, բայց ասենք օրինակ հասարակ բան, այդ պլաստինկայի ձայնը մի քիչ ուրիշ է։ Հա դե։ Հա, նույնն էլ էսա, մի քիչ այդ տառը ուրիշ է։ Այդ տպածը ուրիշ ձև է, էլի։ Հա։ Ու հետո բացի դրանից, ասենք ընդհանրապես ամբողջ աշխարհում էլ բուհերում, բանում, որ դիզայներական բուհերում, որ սովորում են, պարտադիր իրանց, ասենք ուսանողներին ծանոթացնում են տպագրության տեխնիկայի հետ, որովհետև դա սկիզբն է, էլի։ Այսինքն եթե տիպոգրաֆիկա ես անցնում, պետք է պարտադիր ծանոթ լինես այդ տեխնիկաներին, իմանաս, դա բան է։ Դե համար է նույնիսկ հիմա ես որ այդ վիշկայում այդ դիզայնի դպրոցում աշխատում եմ, ասենք մեր այդ ղեկավարը, որ իմացավ, որ ես ունեմ այդ letterpress մեքենա, շատ էլ ուրախացել, որտեղ ասում եմ վերջապես մենք Հայաստանում կունենանք նաև մեր տպագրիչին ու Հավոր դիզայներները կան նայեն ծանոթանան։ Բան է, ազերն է, էլի, սկիզբի բաներն է, սովորեն։ Հա, ես հիշում եմ, որ բանը Ամերիկան մենք ֆոտոն լուսանկարչություն էինք սովորում դպրոցում, առաջի բանը որ արեցինք, ձեռքով սարքեցինք pinhole կամերա։ Սա կառոպկից սարքեցինք, որ հասկանանք այդ լույսը ոնց աշխատում, պլյոնկեն ոնց աշխատում, որ այդ ամեն ինչը քո ձեռով որ պրայավկա իրանում, սկսում էր հասկանաս շատ ավելի լավ ինչ այդ process-ը նշանակում։ Հա, այդ որ ասեցի, ես էլ հիշեցի, երեխա ժամանակ երևի բոլորը ունեին այդ պրայավկի այդ բանը, որ ֆոտո սովորել։ Բայց այդ բանը նենց մինչև ես արդեն 10 քանի տարի ոչ մի բան պրայավկա չեմ արել, բայց sense մեջս մտածա որ այդ պահը որ sense սկսում ես նկարը շարժես այդ քիմիկատների մեջ ու նկարը սկսում է կամած այդ սպիտակ թուղթը կամած սկսում է պատկեր դառնա այդ ոնց որ ոնց հրաշքը մեջ գաս ասեք տեսնես այդ process-ը տպելու այդ նույն բանն է ասեք մեկը տեսնում ես ներկը այնտեղ սենց տարածվում է սկզբից այդ հարթանում ու սա աշկիտ առաջ այդ հաստոցի հենց հետաքրքրությունն է որ նախ այդ 150 տարի է մոտարապես պատկերացնում ես 150 տարի առաջ չէ ասենք բանը տեխնիկան ինչ մակարդակի է եղել էլի հա ասենք պատմություն ամենապարզ բանն է ու դու ամեն ինչ բան է տեսնում ես ոնց է այդ գնացել էլի իվա ուրա հասե
ասենք հաստոցա, որի վրա ոչ մի բան փչացած չկա։ Հա։ 150 տարի աշխատել է ու էլի կաշխատի ինքը Իսկ հաստատ։ ինչի է այտենց, որովհետև པարզ է, թե ամուր Հա, է, թե որակով է։ Պարզա ամուրա բարդ բան չկա, էլի վրան։ Էլիկ մի հատ տպագրած բաները կտաս։ Ոնց որ ասենք սամակատ քշես, ասենք սամակատի վրա ինչ կա փչանալու, էլի։ Մի քիչ ամուր երկաթ եղավ, բան չկա փչանալու, էլի։ Հա։ Այն նույնն էլ է դա։ Ու բանը, ու սկսեցի արդեն այդ հետաքրքրվել այդ հաստոցը որ դուց գտնեմ, բան անեմ Ամերիկա գտնում էի, բայց Ամերիկա շատ դժվար էր կապնվելը, չէին բանանում։ Ինչ eBay-ով թե Craigslist-ով։ Հիմնականում սկզբից Craigslist-ով էի ման գալիս, կամ հատուկ կայքեր կային, մասնագիտացված, դե իրանց համայնք կա, էլի, տենց community կա այդ բաների, բայց հենց տեսնում են AM domain-ով մեկը կապնում է, դե ամարտ ինչ գործ ունեն կարա դե AM-ը որտեղ է, էլի։ Հա, բանը, Եվրոպա էլ փորձեցի, Եվրոպա գտա մարդ Հայաստանից ընկերներից խորհուրդ տվեցին, որ Բելգիայում ապրում աղջկա մի հատ, որը հենց այդ ոլորտում է աշխատում, փորձեցի իր միջոցով ինչ որ բաներ, բայց էլի շատ դժվար է, էլի, որտեվ ասենք զանգում կապնվեցիք մի հատ հաստուց գտա, ասեցի շատ լավ է, օքեյ է, գնում եմ, արդեն հաշիվ ուղարկի փողդ վճարեմ, մի քանի օր ձեն չանեց, մեկ էլ բան արեց, գիտես ինչ կա բան է, հարևանից վաճառեցի, տենց, որտեվ զալա չկա մի հատ դնել այդ հաստոցը ինչ որ տուփի մեջ դնի, բան անի, որ տրանսպորտնիկը գա տանի, բան, այ մարդ ինչ են, հարևանը եկավ, դրեց մեքենան տարավ, էլի։ Հա։ Ավելի իրանց բան է։ Տենց մի քանի անգամ մի հատ ընկերս Ամերիկա էր, խնդրեցի, ասեցի, մեր ջան, ձեր քաղաքից շատ հեռու չի 40 կիլոմետր է, էլի։ Մի հատ մտի նայի, ինքն էլ դե տպագրության ոլորտի շատ լավ է հասկանում, ինձ շատ էր օգնում այդ հարցում։ Գնաց, ընդուց այդտեղից կապնվեց, ասես գար, հեսա, այդ հաստոցը լավն է, արի վերցնենք։ Ասի, օքեյ, վերցնում ենք։ Բանը, ես Որ նահանգում էր։ Կալիֆոռնիա։ Հա։ Իրանց քաղաքից վառացիորեն 40 կիլոմետր քարտեզով նայել եմ, այդ քչել եմ, ասել եմ գնա նայի, քանի բան է։ Ասեցա, չէ, գնաց նայեց, փողել մոտը կար, որտեվ թանկ չեն իրականում, Ամերիկայի համար դրանք կոպեկներ են, էլի, ասենք $500,000 է այդ միջինը։ Մի հատ այդ ստանը։ Հա, շատ է։ Ու իրանք այդ բան են անում։ Գնեց, նոր տարուց առաջ էր, զանգեց, ասեց, «Всё, նոր տարվա նվերդ կա»։ Այն էլ բանը, արդեն այդ Սուրբ Ծննդյան օրերին հավաքվել ենք, հանդիպել ենք, խոսում ենք, բան ենք անում, ասեց, «Գար ջան, վատ լուր ունեմ», զանգի ասելա, բանը, փողը հետ եմ ուղարկում, հարևանս եկավ, տարավ։ Էլի պատմուց։ Տենց շատ պատահական eBay-ով գտանք ու ասում եմ, պոչ արդեն պիտ բռնեցինք, չթողեցինք, որտեվ արդեն ամեն օր գիշեր բան, սա մենակ էդ էր մտքովս, մենակ դրանով էի զբաղվում, սա գործ բան թողել է, պիտի արդեն ոնց որ պրինցիպի ենք, այդ հաստոցը պիտի առնեմ։ Ու տենց գտանք, գնեցինք, ընկավ ճանապարհ ու արդեն սկսի նախապատրաստվել, թե ինչ եմ անելու, ոնց եմ անելու, որտեղ եմ դնելու այդ բանը։ Ճիշտ է, տենց պարզ չեկավ, մի քիչ բարդություններ եղավ, բայց ամենայն դեպս եկավ ու սկսեցինք զրոյից բան։ Հայր ու տղա այդ հաստոցով էինք զբաղվում։ Դե մեր ընտանեկան ինչ որ տենց կարելի ասել ընտանեկան բիզնես է, բանը։ Ու տղաս ասենք փորձ ուներ ուսանող ժամանակ տպարաններում աշխատել է, մոտարապես դրա նման հաստոցների վրա փորձ ուներ աշխատելու։ Ընկերներ ունենք լիքը, որ այդ բանից էին, գալիս էին, խորհուրդ էին, հա, տալիս էին բանը։ Բայց ինքը աշխատող ստանոք էր լավ։ Հա, ինքը աշխատող էր, ուղղակի այդ մարդը որ վաճառում էր, ինչ որ մեջքի հետ կապված խնդիրներ ուներ, արդեն էլ բան չէր անում, որոշել էր վաճառել։ Ընդհանրապես այդ հաստոցը ոդկով էր աշխատում, ինքը պեդալ ուներ, այդ ոդկով աշխատած։ Այդ կարի մեքենաների նման։ Հա, ինքը ուղղակի բան էր արել, հանել էր այդ պեդալը, վրան էլեկտրական շարժ չէր դրել, որ բանը դեպսուտ ավելի հեշտ է տենց ոտով Տյունինգ է արել։ Հա, մի թեթև տյունինգ էր արել, բայց նորմալ է, ամբողջ Ամերիկան տենց անում, իրանք բոլորը մի հատ տենց էլեկտրական փոքր շարժիչ են դնում, այնքան որ պտտի է, որտեղ այնտեղ ոչ մի բան չկա բար, փչանալու, ոչ մի բան չկա վրան փչանալու։ Վալերա պտտում է, էլի, հա։ Հա, ինքը բան է, պետք է տեստեք, տենց
բաց պատմելով մանավանդ պատմելու բան չի էլի։ Բայց բաներ, ու սկսեցինք, կամած փորձում ենք։ Կադրեր կուարկես ոդքասթի մեջ կդնեմ։ Հա, անպայման, ասենք փորձում ենք, այս մի հատ բանը քաշում ենք, այս կողմ ասում եմ, վայ մհեր, տես սենց եղավ, տղայս անուն էլ է մհեր, ընկերս էլ է մհեր, բայց լավ էր, երկու մհեր գալիս էին։ Բայց սենց եղավ, նենց եղավ, բան, ու չսկսեց բանը հասկանա, լավ, էսի սրա համար, այսի սենց կանենք, սենց կլինի, բան։ Սկսեցինք դժվար բան, այսինքն դժվար ինչի, որտեվ դիարի մարդկանց բացատրի, որ 19-րդ դարի հաստոցով դու կարաս դες բան տպես, որ ուրիշը 21-րդ դարի հաստոցով չի կարա անի էդի, կամ կարող է անի, բայց այդ հաստոցից տեղ չկա խոսքի այդ սուպեր պուպեր, հա, այդ որակի։ Բայց ինքը այդ նախ բան է, էլի, ամեն դեպքում հետաքրքիր է հետը աշխատել, էլի, ինչ որ այդ process-ի մասնակից ես։ Բացի դրանից այդ հաստոցը ինքը մի ուրիշ առավելություն էլ ունի, ինքը ամեն դեպքում իր վրա ոչ միայն կարաս դու ինչ որ տպագրություն բան անես, ինչ որ այդպես ոնց որ արել են, այլ նաև ասենք նկարիչները կարող են գալ, ասենք լինոգրավյուրա տպել իր վրա։ Այդ ինչ է։ Լինոգրավյուրա դա ռուսերեն ասած ստանկովայ գրաֆիկա, տենց ճուղ կա, որ օֆորտ երևի լսել ես։ Հա, օֆորտը տարբերությունը ինչն է, օֆորտը խորը տպագրությունն է, որտեղ օֆորտը երկաթը փորագրում ես, ներքը մտնում է այդ փոսի մեջ, թուղթը որ արդեն վալի տակով անցնում է, այդ փոսից է ներքը վերցնում։ Հա։ Եվ կա բարձր տպագրություն, օրինակ letterpress-ը դա բարձր տպագրություն է։ Ռուսաստանը տենց էլ ասում է վысокая печать։ Ինքը ասենք լինոլեումը փորում ես, որ մասը դուրս է մնում, այդտեղ է ներքը քսվում, այդտեղից է ներքը վերցնում։ Իսկ բանա, էլի, այսինքն օֆորտը глубокая печать, հեսա высокая печать։ Բանա, դրա համար նկարիչներն էլ կարան գան, ու իմիջիալոց այս հատ բանից հետո, այդ վիդեոից հետո ահագին տես նկարիչներ եկել են, բան են, հանդիպել ենք, խոսացել ենք, իրանց հետ էլ ենք աշխատում, պետք է բերեն իրանց գործերը տպենք։ Ես ընդհանրապես հələ հաստոցը չէի բերել, բայց արդեն մտածում էի, որ այդ ուղղությամբ Թումոյի գնացել, Թումոյի հետ էի խոսացել, որ բան անենք, ինչ են ասում, երեխեքին բերեք, մանավանդ ես էլ փորձ ունեի Թումոյում workshop-ներ արել էի, ասացի երեխեքին բերեք, թող գան տեսնեն այդ տպագրությունը, բան է, էլի դիզայնի բաժնի երեխեքը, թող գան տեսնեն այդ բանը։ Ու հիմա նենց է, որ ասենք իմ գոլեգաներից մեկն է իրանց դաս տալի, ինքն էլ է հիմա ակտիվ է դրանով զբաղվում, որ ամառը երեխեքին բերենք այդ workshop-ի մի մասը անցնեն մեր մոտ, որ բանը լինի, նույն այդ բանը Հայաստանում դա արդեն ավանդական դարձած print biennale-ն, որ անցնում է, իրանց հետ էլ եմ կոնտակտներ ունեմ, որ բան անեն, որտեվ շատ բաներ նախանցյալ տարի, ասենք, գերմանացիներ եկել workshop-էր անցկացնում letterpress-ի այդ բարձր տպագրության, բայց ինքը ստիպված էր ձեռքով ինչ որ բաներ աներ, ձեռքով այդ ամեն ինչ անել, հաստոց չկար։ Այդ հիմա այդ հնարավորությունը կա։ Ու պլյուս, ասենք, դե այդ որ արդեն սկսեցինք բան անել, դե պարզա ինչ որ բան պետք է անես, որ մարդիկ գան տեսնեն ինչ է։ Սկսեցի բանը բացիկ էի անում, բացիկներ եմ անում, այդ բաժակատակեր եմ անում, տպագրություն, հիմա տարբեր բաներ եմ մտածել, մի քան բանը էպիգրաֆ գրախանութի հետ եմ աշխատում, տվել էի ընկերներ են, իրանց եմ բան անում, այդ տպած բաներ իրանց մոտ վաճառում եմ, բան բավականին հետաքրքիր արձագանք կա, դրական ու ասենք ընդհանրապես բացիկը չէի սպասում, որ կարողա տենց ինչ որ վաճառք լինի, մարդիկ գան, հարցնեն, ուզեն, ու հատուկ շեշտելով, որ քանի որ հիմնական մեն ինչ անում էի հայերեն կամ Հայաստանի հետ կապ ունեցող բաներ էին, ավելի շատ բան ունեն, քան եթե ինչ որ abstract բան ունեն։ Հա։ Ու տենց բանը շատ լավ էր, որ հենց սկզբից այդ որ արդեն հաստոցը բերեցի, հասցրեցի բան, ընկերներից ահագին դրական բաներ կար, ով ինչով կարում էր փորձում էր օգնել, էլի։ Ասենք մհերը մի ընկերս, որ այդ Pretty-Fo երկար տարիներ աշխատել, այդ կարելի ասել
հաստոցի քավորն է, որտեվ ինքն էր Կնքել եք էլի հաստոցը։ Հա, օքներ, բանաներ, սովորածներ, ինչ որ բան Վահանը Ստեփանյան մեր զանգեց, ասեց գար, ես լիքը բան ունեմ, ինձ պետք չի, որտեվ ես մի անգամ տեսա, որ այդ տպարանը բան էին անում, վաճառել էին տպարանի տարածքը, ինչ որ կար տանում թափում էին, տեսա որ բանում դուսը դրած է, ինչ որ փեդից տարեր է, ասեց ինչ եք անելու, ասեցին պետք է վառենք, ես վեկալա բերեցի մոտս Ռամբալկոշի եմ դրել եմ էլի, եթե պետք է արի տես, եթե քեզ պետք գքա կվերցնես, գնացի ոտերս թուլացա, որ տեսա, ասես որ դու, ասում հա դե թափում էին, 3 պարկ տարա տվե ինձ, հայերեն տարեր, չէ, հայերեն ցավոք հայերեն չկար, միայն ռուսերեն էր, բայց ամեն դեպքում էլի այդ կապ չունի բանը, մի ամիս հերուտական նստած այդ տարերը բաժանում էինք, այս մի տարատեսակ, այս մյուս տարատեսակ, այս չափն է բան։ Մի խոսքով, ասենք, եկա process էր, հետաքրքիր է տենց բան արինք, հետո հատուկ այդ գրաշարի սեղան ենք սարքել իր կասաներով, այդ կասայա կոչում է տարերի համար։ Մի խոսքով այս բանը, ու մի հատ շատ կարևոր, կարելի ասել վատ բան, էլի։ Այդ Վահանի այդ պատմությունը, որ հիշեցի, ինչն է դաժան, ուրեմն այդ տարերը հանել էին թափելու։ Այսինքն պետք չէր իրանց։ Հայտ է դնենք վառել։ Ու իմ մոտ բացի այդ տարերից նաև ուրիշ բաներ կալ։ Ես օրինակ տեսա մի հատ մոտս այդ արվեստանոցում բանա դրած, ինքը գրադարանային կարտացեկա է, ասես փոքր դարակներով գրադարաններից կհիշես երևի, բացում էին մեջ թղթերը հանում էին, որտեղ այդ շատ սիրուն այդ կարտացեկա է։ Տեսա որ տանում են թափ են էլի։ Էդի ես արդեն տեսա թափ։ Ասում ինչ կանում, տանել ենք վառենք։ Այդ գրադարանի կարտացեկա։ Հա, դե հին է, ինչ որ բան է, մի քիչ խոնավություն է, բաղ է, մաշել է, բան արել, հա։ Ասի կլի չվառեք։ Բահա պետք է քեզ, հա, ասում հա, ինչ ես անելու, աս քո գործը չի տուր։ Այդ երկու հատը վերցրեցի, երկու հատից մի հատ սարքեցի, մեկը դոնոր աշխատեց այն մյուսի համար։ Հիմա էդի գործիքներիս համար դարակներ եմ օգտագործում, բայց ասենք ամբողջ հիմա որ իմ մոտ արվեստանոց մտնում ես, այդ առան ամբողջ կա էլի այդ հին շուտ 19-րդ դարի տպարան, ասես բաներ, հա, ճիշտ է, այնտեղ կոկտել դարակներով, հա, բարձրագույն տեխնոլոգիա էլ է դրված, ասենք կոմպյուտերներ է դրած, հա, բան, բայց ասենք բան է էլի, այսքան այս MacBook-ը տենց միջավայրում էլ է սազում։ Հա, հələ էլի բանի կեսն է, բանը, բայց այդ վատ բանը էլի, այսինքն տանենք թափենք, հինա, չացել է, տանենք գցենք։ Այդ մեր մոտ այդ բանը էլի, հետո սկսեցի որ բանը այդ որ հիշել, ասենք որ զուգահեռներ է ստանում, ասենք հիմա այդ շատ են չէ կռիվներ այդ սոցցանցերում այդ կռիվները ժողովուրդ է շենքը քանդում են, գնանք փրկենք, բան է շենքը քանդում են, բայց արի ու տես դի ոնց որ իմ մոտ նես տպավորություն է, ոնց որ դա տենց ավանդույթ է մեր մոտ։ Այնակ հասարակ բան չէ, ասենք այդ հելենիստական շրջանից մեզ հասել է միայն մի հատ գարնի տաճար։ Հա։ Ասենք ուրիշի մոտ եթե ոչ հայի մոտ հարց առաջանում կամ այդ գարնի տաճարը ուղակի դրել են 20-րդ դարում կառուցել են որ ասեն որ մեր մոտ գարնի տաճար կա կամ էլ մնացած ուր է կարող է մենակ այդ մեկն է եղել ոչնչացվել է ինչ որ պատճառներով ու ասենք այդ գարնի տաճարն է փրկվել է նրա համար որ դա թակուհու սիրած վայրն է եղել չէ կարծեմ տենց է ինչ որ պատմություն ասենք դրա համար փրկվել է բայց լավ այն մնացածը ուր է հիմա ասենք երբ էր մի 10-15 տարի առաջ էր նշում էի գրատպության 1500-ամյակը Հայաստանում հա բայց ուր է հա կամ Երևանի քանի տարին է 3000 հա ուր է այդ 2800 քանի տարին է ասենք մի հատ այնում ես բանը կաթողիկ է եկեղեցին որ փակ էր գոնե բացեցին ասենք տեսակ մի հատ Սուրբ Սարգիսը որը վերանորոգած է մի հատ այդ Երևան Բերդի մի կան հա ու Երևանի քան ու շո վերջ ոչ բան չկա ասենք հիմա դրա համար ասենք ես չեմ ուզում ինչ որ այդ բաներ ասեմ բայց ասենք ես այդ տարերը որ
վաղ մյուսը կարող է տարերն էլ այդ մարդը հոգներ ասել դե ինչ եմ անում, չեմ օգտագործում։ Տաներ այդ արջիչա հանձներ հալասնեին, արջիչա ցվետ մետա 2 կոպեկ էլ փող կվերցներ։ Ու վերջ, այդ տարերն էլ կգնային կորեն, բայց այդ տարերը օրինակ շատ կարևոր բան է։ Էդի պատմության մի մասը։ Ես այդ որ սկսեցի այդ պատմություններով, այդ աշխարհով բան հետաքրքրվել թե ինչ կա, բան չկա, ես վերջերս մի հատ բան էր։ Ուրեմն Ավստրալիայում փակում էին վերջի թերթը, որը տպվում է այդ տեխնոլոգիայով։ Ու դա ամբողջ աշխարհով նշում էին։ Ոնց որ այդ թերթը գնում է թոշակի արդեն, այդ թերթը անցնում է համակարգչային տպագրության, բան, ասենք այդ արդեն այդ ֆորմաները տարել են, որտեվ այդ մարդ չկա դրանով զբաղվի, բայց ասենք տենց է, ցավում են դրա համար, բայց հիմա այդ թերթը բան, ամբողջ աշխարհը էդի նշում է այդ բանը, վերջի այդ բարձր տպագրությամբ տպվող թերթն է։ Ու իրանք դա ցավում են դրա մասին, որ տենց է, ստիպված են, բայց թանգարանում դնում են։ Այդ նույնն էլ այդ վիդեոյի տակ շատ մարդիկ կոմենտներ էին գրում, հա, մենք ուշադիր նայում էինք, ասենք Սոկրամենտոյում այդ տպագրության թանգարանի վիդեոները, մենք դուրներս գալիս էր բաներ չէ, մտներովս չէր անցնի, որ Հայաստանում էլ կարող է տես նման բանել։ Հա, հիմա կա արդեն էլի։ Ու բանա ամեն դեպքում ինձ թվում է դա ինչ-որ ձևով կարևոր է այդ պահելը, որտեվ դե հա, պարզ է, ավելի հեշտ է, մի հատ ասենք այդ նույն գումարը, որ ես ծախսեցի այդ բանի վրա, կարող է մի հատ լավ Xerox printer տնեի գույնավոր, ու հա, տես տնեի, տպեի, հետաքրքիր ինչ-որ մի բան։ Ու կարող է հետաքրքիր բան տպեի, բայց ասենք դե բոլորի նման էլի, բոլորն էլ տպում են դրանով։ Բոլորը ամեն մետրոյի գետանցումում դրած է էլի այդ Xerox-ից տպում են։ Այ ինչ էր տալ։ Բայց տենց ստացվեց, որ տենց սա ավելի տենց հետաքրքիր է։ Ասենք ինքը բացի բիզնեսից նաև ինչ որ նպատակ ունի, հա։ Գիտես ոնց Նարեկ ջան, ինքը իրականում ես այդ նպատակը որ բերել եմ ասում, եթե ես դիզայներ չնեի, ես դա չէի բերի։ Հա։ Բնականաբար իր նպատակը բիզնես է։ Ու համոզված եմ, որ հա, մի քիչ ժամանակ կանցնի, բայց ինքը կսկսի նաև փող աշխատել։ Աշխատում է փոքր գումար, բայց տենց ծավալներ չի։ Նպատակս հա, բնականաբար է, որ դա բիզնես դառնա, բան անի, բայց որ երբ որ արդեն համել խորանում ես, հասկանում ես ինչեր կա, բնականաբար դրա վրա էլ ես ուշադրություն դարձնում։ Օրինակ այդ նույն այդ գրաշարի պատմությունը, այդ մասնագիտության մարդիկ չկան, վերանում են։ Չգիտեմ, ես մարդ չեմ ճանաչում, որ կա այդ կամ էլ կան, հաստատ կան, կարող է արդեն մեծ են, շատ մեծ են, բայց ես ուզում եմ գոնե այդ հիմա այդ ինքս սովորեմ, ինչ որ բան անեմ, որ գոնե մնա այդ բանը, որ ինչ եմ ասում, որտեվ այդ Instagram-ով այդ վիդեոն որ տեսա, որտեղ պատմում էր այդ ստանոկի պատմությունը, որ հիմա ավելի երկար պատմեցիր, իմ մոտ նես տպավորություն առաջացա, որ չի կարա էլի մենակ զուտ բիզնեսը ու փողը լինի, որովհետև ոնց ասիր մի քիչ ավելի քիչ տանջվելով կարելի է Xerox դնել ու ավելի շատ փող աշխատել ու նես տպավորություններ ոնց որ դու քո տղան այդ ամեն ինչի մեջ հոգ եք դրել ու ամեն փոքր դետալը շատ կարևոր է, որ աշխատանքի հանդեպ վերաբերմունքա, որը շատ չես տեսնում Հայաստանում շատ անգամ, որտեվ հիմնականում գնում ենք հեշտ ճանապարհով, այլ հակառակ չգիտեմ, գիտես ոնց էլի բան անեմ, ասենք էլի շատերին որ ասում եմ, գիտես sense հաստոց են բերում, բան ընկերներիցս որոնք այդ ոլորտում, ասում են դե ինչ գործ չէ, տենց ամենաշատ տվող հայկական հարցն է, ինչի՞ տա։ Արի ինչ ես անելու դա, էդի կարդարացնի իրան, ամենակարևոր հարցը, որ հնչում էր, կարդարացնի։ Ասում եմ Ժորժ ջան, ինձ թվում է համոզված եմ կարդարացնի, ինչի, որտեվ ասենք ես ունեմ անալոգը, դրա անալոգը ոչ Հայաստանում դուս։ Ռուսաստանում ասենք մի հատ տպարան կա, որ ընկերներս որ իմացան Ռուսաստանում դիզայներներ, որ ես դες բան եմ դնում, որ ասում են գիտես Մոսկվայի Demon Press կա, մի հատ դրանք
դեմք են էց խզարում են։ հա խզարում են բան նենց բան չի էլի որ տենց շուտ տպարանա բան հայտի են իրանց բանը կուլտովի տեղա տենց դիզայները բան են այդ իրա մի կողմն է մյուս կողմը էլի սա վերադառնամ նրան որ եթե ես դիզայներ չլինեի ես հաստատ այդ բանը չի ձեռնարկի ինքը ամեն դեպքում այդ մասնագիտությունից էլ է գալի որ այ ինձ հիմա այս հետաքրքիր է այս ոլորտը դիզայնի հետ կապված այ ոնց կարելի է այդտեղ ինչ որ մի բան անել այսինքն սա ավելի շատ ինչ որ ձևով պրոֆեսիոնալ ինչ որ մի հատ նոր ճյուղ բան անելու մեջ էլ է որովհետև ես էլ լիքը բան սովորում եմ սրա վրա անսպասելի բաներ կա շատ ասենք հա 20 տարի այդ ոլորտում աշխատել եմ բայց բաներ կա որ ես անելուց հայտնաբերում եմ հա հայտնաբերում եմ բանը շատ հետաքրքիր է հա գիտես ինչ եմ հարցնում որովհետև ես մեկ-մեկ նես տպավորություն կա մոտ կարող է սխալ է չգիտեմ որ մարդիկ շատ իմիջայլոց են վերաբերվում էլի իրանց արածին ոչ թե փորձում են խորանան հետաքրքրացնեն բացահայտեն ինչ որ բաներ իրանց համար այլ հատե արագանենք բրստենք էլի հա կա իներցիան տենց բանը որ իներցիայով անում են կա շատերը կան բայց շատերը կան օրինակ նույն շատ էլի այդ քո հարցի ոնց որ պատասխանը բաներ երբ որ ես այդ բանը անում շատ տպագրիչներ արա լավ ասում ինչ հա որ բերում ես իմաստ ունի բան մի հատ տպագրիչ ընկեր ունեի որ ասես գաջան շատ լավ ես անում ես թույն բան ես մտածել բեր ես էլ քան բան կանեմ արա շատ լավ բան ես մտածել ուրախացել էր բանը ինքը իրան հա նորմալ մեծ տպարան է ասենք մեծ տպարան ունի որի հետ աշխատում եմ ինքը բայց ինքը ցած հորա լավ բան ես մտածել դե փախած բանա կանենք բան կամ կօգնեմ գալիս էր բաներ անում մի հատ էսի սենց արա մի հատ ինենց արա մի հատ կարող է սենց անես բայց ասենք բան կար բայց էդ էլ գիտես ինչ կարող է ամեն դեպքում ամեն մեկը չի որտեվ մի քիչ չգիտեմ կրթության հետ է կապված թե ինչ հա բայց այդ ինչ թվում է ինչ որ դեր է խաղում էլի միջավայրի հետ է կապված ինձ թվում է օրինակ մեր հասարակության մեջ տես բառ կա բայց օրինակ սիրիահայերի կամ ուրիշ սփյուռքի հայերի մոտ չեմ լսել այդ բառը չնայած իրանց էլ ենք արդեն վարակե կպցնել որ Ես մի քանի ամիս առաջվա պատմություն պատմեմ, ընկերս եկավ, տենց լավ կոնտրակտ էր կնքե, Օսմանար նես լավ բան եք կպցրել։ Ասում եմ, ախպեր, չես կպցրել։ Այդ գործի համար դու տարիներով աշխատել ես, խես այդ բառը օգտագործում, էլի։ Այդ կպցնելու գաղափարը, օրինակ, շատ է մեջներս մտածել, որ առանց ոչ մի բանից օթից մի բան կպավ։ Կպցրինք, տենց հետո գնացինք, ասենք ուրիշ լեզվով դրա անալոգը գտնեմ, չեմ գտնում։ Երևի ճիշտ է սա կպցնել գաղափարը մեր մոտ կա էլի ինձ թվում է քչացել է իրական ավելի քիչ էս այդ բառը սկսում լսես բայց մեկը ինչ որ մարդկանց մեջ մտած ինչ որ գաղափարախոսություն կա որ հեշտ առանց խորանալու առանց ջանք դնելու հնարավոր է լավ արդյունքի հասնել գիտես ինձ թվում է դա բնական է դե ամեն մարդ էլ ուզում է հեշտ ամեն ինչ հա բայց ախր պետք է հասկանանք որ տենց չի էլի դե հա ես որ բանը հիմա որ դու ասում ես ես փորձում եմ ինքս իմ բանով մտածեմ չգիտեմ էլի անկեղծ եմ ասում պատասխանը չեմ գտնում ինչի տենց եղավ որ ես հաստոցը բերեցի նայ օրինակ ասեմ հիմա այդ վիդեոն նկարեցին չէ ձեր մասին վայր գնացեք պոդքասթում այդ պատմությունները պատմեցի ինչ որ մարդիկ է միանշանակ սրանից հետո կնայեն այդ բիզնեսի վրա ազդելու է շատ լավ հա արդեն ես տեսնում եմ հա ու կողից ասելու են գարիկը կպցրեց արա չէ բայց չի կպցրել ախպեր մարդը խորացել է արտասահմանից ես իմ ինչա բերել նոր մասնագիտություն է սովորել տղու հետ գիշերները նստած տարեր են առանձնացրել այդ կպցնել չի այդ երկարատև քրտնաջան աշխատանքա որը իրան արդյունք է բերել
Instagram-ի վիդեոն չլներ, Reels-ը չլներ, այս չլներ, այն չլներ, մեկը այդ արդյունքը գալու էր։ Հա, մեկը այդ օրինակ ես արդեն մտածում էի, որ ինքս ինչ որ բան անեմ, գտեմ SMM մի հատ մասնագետի, խնդրեմ օգնի, բան անենք, ինչ որ մի գումար X գումար ճարեմ, որտեվ գիտես ինչ, ամեն դեպքում օրինակ դրա խնդիրներից մեկն է այն էր, որ ոչ մեկ չգիտի։ Հա, բայց դա նաև հետաքրքիր է։ Հա, Որտեվ մարդ բացահայտում, օրինակ, ինչ որ դու պատմում ես, շատ հետաքրքիր է, որտեվ ես այդ process-ի մասին առաջի անգամ լսում, կարող է փոքր ժամանակ մի Discovery-ով ինչ որ բաներ տեսել եմ, and how it works հաղորդում կարա, как это работает։ Հենց դրանով էլ ասում եմ, այդ չես պատկերացնում, Նարեկ, այդ օրը ես գնում եմ, տեսնում եմ այդ մարդկանց, ով գրել են պրոստը letterpress ու ոչ մի բան չեն անում, այդ օրը նայում եմ Discovery-ով մի հատ այդ հաղորդումը, որ ասեցի, որ փրկում են Ամերիկա։ Մյուս օրը առավոտը how it's work-ով ցույց են տալի տպագրության բանը, ու էլի է դիմա։ Արա նես տպացում է, ոնց որ ինձ խփեն ասել, գիտես ինչ, գնա այդ բանը արա, որտեվ 2 օրվա ընթացքում այդքան բան չես կարա զուգադիպի, էլի, անանես, լուրջ եմ ասում, ու գնացի բան է ան։ Բայց չգիտեմ, այդ կպցնելը երևի, հա, մենք տենց ենք փորձում ենք բան անել, բայց ես այ հիմա մինչև հիմա ես այդ պատասխանը չունեմ, բայց ասենք տանը որ կնոջս հետ խոսում ենք, բան ենք անում, որ այ գիտես ինչ մտածել եմ սենց բան, դե հա տանը հա իր լավ է, հետաքրքիր է բան անենք, բայց ինչի չեմ անում, Հա, չգիտեմ, ես այ նոր ինչ որ մի հատ challenge է երևի, էլի, այ մի հատ այդ challenge-ով անցնենք, էլի, որտեվ իրոք էդի challenge էր, որտեվ այս վերջերս չեմ չափազացնում, արդեն շատ էի բան անում, որտեվ process-ում որոշ բարդություններ են առաջանում, որտեվ ասենք այդ կլիշեները դրանց համար դե մենակ այդ տառերով ոչ ես տպում, պետք է ամեն ինչ էլ անես, կլիշե սարքես, օրինակ այս աշկը ոնց է սարքի։ Այդ մետաղական կլիշեներով տպագրություն է արված, այսինքն այդ տպագրությունը մետաղական կլիշեներով, էլի բարձր տպագրություն, մետաղական կլիշեները դնում ես տառի տեղ այդ կլիշեն ես դնում, դրա վրա է ներկնստում, դրանով ես բավական թանկ հաճույք է այդ կլիշեն, էլի։ Դու դրա բերում ես, ասենք տպագրության գինը շատ թանկ է դրա։ Հա։ Ասենք օրինակը sense բերեմ, եթե 100 հատ վիզիտկա դու տանես, ասենք ինչ որ լավ դիջիտալ, չէ, դիջիտալ ասենք ինչ որ Xerox-ով տպես, ասենք կարաս 100 հատ վիզիտկան երկու կողմանի մի 5-6000 դրամով տպես էլ։ Այս սրա դեպքում 100 հատ վիզիտկա, եթե երկու կողմանի դե արդեն շատ ավելի բարդ է, մի կողմանի վիզիտկան կարող է 70-ից $100 նստի 100 հատ, էլ ինքը բան է։ Որտեղ ասենք դրա մեծ մասը կլիշեն է խլում, կլիշեն սարքել ձեռքով։ Հա, երկաթը, հա, իրենք ձեռքով չի, CPU-ներով են սարքում, SNC-ներով, CNC-ներով կամ ասենք բանով ուրիշ բանով։ Դենց ստացվավ, ընկերս խորհուրդ տվեց, ասեց իսկ որ փորձենք բանով անենք, 3D printer-ով անենք։ Հա։ Ու փորձեցինք, բավական հաջող եղավ ու սկսենք բան անել։ Հիմա մոտս ամել 3D printer, համար եմ ասում, ժամանակակից ու հինը իրար կողք դրածա վերջի 3D printer-ը դրած 21-րդ դարի ու այդ 19-րդ դարի աստուծի իրար կողք դրած իրար այդ աշխատում են։ Հա, այդ 3D printer-ով բավականին բարդ էր զգում էինք, չէ ստացվում, բան վերջը գտանք էլի այդ ձևը ոնց անենք։ Հիմա ասենք 3D printer-ով ես ինքս կլիշեները պլաստիկ կլիշե եմ անում, որը էլի ամբողջ աշխարհը օգտագործում է այդ պլաստիկ կլիշեները։ Այդ բայց դիմանում է այդ ճնշմանը, չի ջարդվում։ Չէ, դե ասենք 10000 քանակ չեմ տպում էլի։ Այսինքն իմ մոտ հիմնական քանակներ 100, 200, 500 լինի։ Այդ քանակներին լրիվ օքեյ է ինքը, նորմալ բան անում։ Ու էտա հիմա մենակ 3D printer-ել ենք օգտագործում, հետո ասենք կլիշեները, որը բավական, ասենք մաչելի է սարքում այդ կլիշեի գինը, ասենք մի 7-8 անգամ ավելի էժան է։ Մի խոսքով տենց փորձում ենք ամեն ձև ինչ որ մի բան գտնել, նոր բան սովորել է։ Իսկ քո կարծիքով հինը խենք տենց հարակ տեմպերով ոչնչացնում։ Գիտես, ես ունենք առաջ էլի միշտ, ասենք իմ գործում հաճախ էի բանանում, մենք այդ այս ժամանակ ես դրա դրական կողմն էի տեսնում։ Մենք հայերս սիրում ենք նորը։ Մենք տենց նորը սիրող մարդիկ ենք, էլի, որ նորը պետք է լինի։ Չգիտեմ այդ որից էր գալի, բայց մենք միշտ նորը սիրում ենք։ Այսինքն նոր տեխնոլոգիաներ, նոր մեքենա, ամեն ինչը նորը։ Դրա համար ասենք
Օրինակ Հայաստանում երևի եթե աշխարհում նայես, ավելի շատ տոկոսային հարաբերությամբ էլեկտրական մեքենաներ երևի Հայաստանում է։ Դե հակին շատ ներմուծին տաս։ Հա, չէ, բայց ասենք մենք այդ նորն ենք ուզում։ Նորվեգիան չենք հասնում, բայց ահագին կա։ Հա, բայց հետաքրքիր է, չէ, ասենք չենք բան, ինչ որ մի պատճառներ կա երևի, էլի։ Դե այդ ավտոները ես ուր ձև եմ հարված։ Գիտեմ, հա, ասենք ավելի էժանա պահելը, բանը։ Ну, ավելի էժանա, բայց հետն է Հայաստանում տենց շատ ուժեղ մեր մեջ նստած այդ սալոնից ավտոհարդերը։ Հա, բայց եթե տես սալոնից լրիվ ուրիշ ստատուս է, էլի։ Ուրիշ ստատուս է։ Ճիշտ է, այդ ստատուսի պահնել կա։ Բայց ասենք միշտ այդ հաճախորդների մոտ էլ զգում եմ, նոր դիզայն անենք, նոր բան փոխենք, բան, ասենք հա, համաձայն եմ, այդ նորի հանդեպ ֆետիշ ունենք։ Հա։ Դրա հետ միասին, բայց դրա հետ միասին պետք է հինը գնահատել, էլի։ Օրինակ ես ասենք այն սովետի ժամանակ հասկանում եմ ինչի մեր մոդայիկ էինք հագնվում հայերս, բան, որտեվ ասենք ունեինք մեծ սփյուռք, այդ սփյուռքը բերում էր նոր շորեր, բան, մենք միշտ նոր ջինսերը, հա, բան էինք, մենք որ նայում էինք ամբողջ խորհրդային միություն որ համատում էինք մեր հասակակիցները բաները, մենք ավելի տենց բան էինք հագնվում, քաստե ճակի-ճուկի։ հա, հայերը ավելի տենց մոդայիկ էին հագնվում, քաստե ասենք նոր ռուսները կամ բան էլի։ Դե բանա, բայց չգիտեմ, այդ հանի հանդեպ այնպես չէ որ ես ասենք կողմնակից եմ, որ այդ հինը բանա պետքա եթե ամեն գնով պայել, չէ, պետքա գնահատել, հասկանալ, էլի։ Օրինակ ասենք շատ դեպքերում որ նույն այդ շենքերը որ քանդելուց, ասենք ինչ որտեղ ես փորձում եմ երկու կողմն էլ հասկանալ այդ շենքը խի քանդեցին, բան, ասենք հասկանում էի բանը, բայց դրա հետ միասին էլ որ մյուս կողմն ես նայում, եթե ռացիոնալ ու իռացիոնալ դնում ես իրար կողք, հասկանում ես, հա, ռացիոնալ առումով դա հին է, պետքա բանանես կամ ասենք այն ժամանակ կառուցվել է այդ շենքը հին չափորոշիչներով, որը չի համապատասխանում ինքնա չափորոշիչների քանդես պետք է նորը։ Բայց մյուս կողմից էլ հիմա այդ նույն Երևանի պատմությունը ասում ես 2800 քանի տարի է։ Ուր է։ Հա, վերնակ Երևանին ու բանը չի, այդ կաթողիկ եկեղեցին չի, բա մնացած կամ այդ բանի։ Այսինքն բանը չես տեսնում էլի այդ ճանապարհը։ Դե այդ օրինակ պատմաբաններից շատերը կարան ասեն, որ մեր վրա անընդհատ հարձակվել են, մեզ անընդհատ գրավել են ու փորձել են մեր պատմությունը ոչնչացնել։ Պատճառներից մեկը կարան տենց ասեն։ Ես չգիտեմ որն է պատճառը, բայց կարելի է իրական խորանալ այդ թեմայի մեջ։ Ես մի քիչ այդքան էլ, հա, այդ ֆակտորը կա, բայց ասենք մենակ դա էլ չի։ Այ լավ, ասենք այդ ասենք թշնամու բանա ոչնչացրածը, բա քո ոչնչացրածը ես մոռանում։ Ասենք լավ, այդ 4-րդ դարում քրիստոնեություն ընդունեցիր ով է ոչնչացրել հելենիստական ճարտարապետությունը։ Դու ես ոչնչացրել։ Ասենք այդ ոչ մեկ չի ոչնչացել, քեզ ոչ մեկ չի ստիպել բան արել, դու ես բան արել։ Խորհրդային ժամանակ, հա, լավ, պայմանական խորհրդային ժամանակն էլ ենք մենք զավթված երկիր ենք եղել։ Դե հա, բայց հաճիկով բան ենք արել։ Շատ լավ չէ՞, շատ ինտենսիվ եկեղեցիներն էին ոչնչացրել։ Հա, բայց մենք ենք ոչնչացրել, կանգնենք, որովհետև դեպքեր եղել են։ Այդ կաթողիկ եկեղեցին որ բանա, ինչ են ասում, կանգուն է։ Ես գիտեմ, որ այդ մարդը որ գնացել է, ինքը կանգնել է եկեղեցի դա, մաուզերը հանել, ասել է ով որ մոտ գա քանդի ես եկեղեցին, խփում են։ Մյուս օր իրան է տարե գնդակը հարե, բայց այդ եկեղեցին կանգուն մնացել է։ Որտեղ ամեն դեպքում բան է, բայց եղել է, չէ, այդ մարդը որ ասել է չէ մի քանդեք, այն որտեղ եղել է, ասել է քանդեք։ Դե հիմա այսօր նույն բանը այսօր է տեղի ունենում։ Մարդիկ կան որ ամեն գնով փորձում են պաշտպանել ինչ որ մենք ունենք, մեր պատմության մի մասը, մյուս մասն է թույլատվություն է տալիս, որ այդ քանդվի ու տեղը մի հատ մեծ թազա։ Բայց այդտեղը ես մի քիչ ուրիշ բան, մի քիչ համաձայն չեմ ինչի, որտեղ մենք շատ դեպքերում post factum ենք պաշտպանում այդ բաները։ Այ երբ որ հերթը գալիս է նրան, որ արդեն տեստ էքսկավատորը կայնացա, որ պետք է քանդի, այդ ժամանակ մենք հելնում ենք։ Հա, բայց շատերը չեն իմանում, որ օրինակ այդ տարածքը ես իմ ընկեր ճարտարապետներից մի քանի օքու ասեցի շատ պատահական բանում
Զեյթուն են բանի Զեյթունի քաղմասի մոտ մի հատ շինություն կա, մի հատ խորհրդային ժամանակներից ինչ որ պրոյեկտ ինստիտուտ է։ Ֆասադը մի հատ ֆանտաստիկ մոզաիկա է, շատ գեղեցիկ։ Հենց բանի դիմացն է այն այդտեղ մի հատ բժշկական կենտրոն կա է։ Այդ դրա որտա։ Այդ ճարտարապետներն ասում են ժողովուրդ, ասում են գնացեք այդ բանի տեր կայնեք։ Այդ անտեր շենքա, վաղ միսօր հեսա բան եք անելու։ Facebook-ում բան եք գրելու։ Քանդում են։ Գնացեք տեր կայնեք այդ շենքին։ Որ տես միտինգներ եք անում, ակտիվիստ բան, էս քանդեցին, էս մոզաիկան, ասենք միտեղ այդ ավանում մի հատ ինչ որ մոզաիկա էր։ Ֆոտոմոնտաժ են անում, բան են անում, ինչ որ շուխուր են անում, բան որ քանդում են բան են։ Ասում եմ գնացեք այդ Զեյթունին ավելի լավն է։ Պահեք, քանի չեն քանդե։ Որտեվ հենց սկսեն քանդեն, մենք էլ բան էլ post factum էլ ինչ կռիվ, արդեն օրենքը ընդունվել է, արդեն բանը, այդ նույն ժամացույցի գործարանը իմ բանից արվեստանոցից մի քիչ ներքև է։ Հրամանակ կա քանդելու։ Ֆանտաստիկ շենք, շատ սիրուն ֆասադ ունի, բավական բան, պատմություն է։ Հրամանակ կա, խի չեն քանդում, որտեվ ասենք այն սովետի ժամանակ վաուչերներով սեփականացրել են։ Սեփականատերերի քանակը այնքան շատ է, որ չեն կարող բոլորի համաձայնությունը երևի գտնեն, որ քանդեն։ Բայց հրամանակ կա։ Հələ որ կանգուն է, մեջ ինչ որ էնտուզիաստներ արծպես են սարքել, բան են անում։ Բայց էլ այդ post factum միտինգ են կանելու։ Հետաքրքիր տեսակետ է առաջ քաշ։ Որտեվ ախր տենց չի էլի, մեր մոտ լիքը մարդիկ կան, որ ահագին բաներ են նախաձեռնում, անում են, էլի։ Հա, միանշանակ։ Ու լավ է, օրինակ ես ուրախ եմ այս տիպի բան, այդ ոդկասթներ, տարբեր բաներ, որ իրանց մասին գրում են, բան են անում, որտեվ լիքը մարդիկ կա, լիքը նենքան հետաքրքիր բաներ կա, անսպասելի բաներ կա, նենց բաներ են անում մերոնք։ Ինձ որ միշտ ասում են նարը քյուրերը չի բարձնում, ասում եմ չէ, ժողովուրդ հակառակ ես ավելի շատ մարկանց եմ հայտնաբերում, ում որ ուզում եմ կանչեմ, որ պատմեն իրանց արածի մասին, որտեվ ասում եմ պատկերացրեք, եթե օրինակ 2000 հոգի ոդկասթի հյուր չլինի Հայաստանում, ինչքան մեծ չասեմ ինչի մեջ ենք մենք։ Հա։ Եթե 2000 հոգի հյուր չկարանաս ունենաս, էլի։ Դե որտեվ էդ է, մենք իսկ 2000-ը հերիք է, մի 10 քանի տարի կարամ անեմ։ Դե բանն է, նույնն էլ այդ այս նույն իմ այդ գործն էլ, որ ասենք մի քանի հոգի գալիս է, նույն այդ դուխը տալիս է, բան անում, էդ էլ է շատ դրական ազդում, մարդիկ գալիս են, բան են անում։ Ասա ինչ կարևոր է այդ։ Ես մեկ-մեկ այդ թեմայով էլի ոդկասթում խոսացել ենք, բայց ինչքան քիչ մարդ կա, որ ուրիշներից դրական խոսք է լսում, էլի։ Ար մարդիկ կան սաղ կյանքը նվիրում են, չգիտեմ, հարազատներին, ընկերներին, մեկը չի գալի ասի։ Ապրես ախպեր։ Հա օրինակ չգիտեմ, մեր ընկերության մեջ մեր ընկեր Հովոն կամ այն մյուս ընկերների մեջ Վահագը։ Իրանք միշտ երբ որ հավաքվում ենք, իրանք են միսանում։ Ամա չասես ախպեր, ապրեք, ես ինչ համով մեզ սաղից հացնվեցիք։ Բայց ամենապրիմիտիվ, չգիտեմ, ամենօրյա օրինակն եմ բերում, բայց մարդիկ կան, որ ամեն օր քրտնաջան աշխատում, վիզ են դնում, բայց ոչ մեկի կողմից կարող է մի հատ քաղցր խոսք չլսեն, չասեն ապրես, չասեն, չգիտեմ, հպարտանում ենք քեզանով, չասեն որ ինչ լավ է որ գոնե դու ես ամեն ինչը անում ես։ Չէ, գիտես ոնց էդի, չէ, լինելու է, հա, որտեվ այդ մեր հայի ասած տաշած քարը գետնին չի մնում։ Հա, բայց մինչև մեկը գտնի այնտեղ շատ չէ, գտնեն, երկար ժամանակ կարող անցնի։ Դե էլի ասում եմ, ես իմ վրա եմ օրինակը վերում, ասենք իմ մտքով կյանքում չէր անցնի, որ տենց բան ա լինելու, բայց ասենք ես ինքս արդեն պատրաստում էի, որ ինչ որ մի բան ձեռնարկեմ, բան անեմ, բայց եղավ այդ կողքից ասեմ դեպք էր, դե որ քանի որ ապակեպատ է, գիշերները լույսը վառում ես, դրսից լավ սիրում է, էլի ինչ որ միացուն դղ ցենդել շախկոցը բանը գալիս է, այդ մեքենան աշխատում է, բան անում։ Մի հատ մարդ է կավ ռուս տղա էր, որը էլի տենց հաստոց ուրեցել։ Եկավ ծանոթացավ, ընկերացանք, խոսացինք, բան։ Մի երկու անգամ անցել է, տեսել է փագը։
որ ընդմիջման եմ դուս եկած եղել, չգիտեմ, այդ տենց զուգադիպել է, մտել ուզեցել է մտնի բարևի, տեսել է չկա, անհանգստացել է, մի օր մտնում է, բայց սո չեք փակվի։ Ասում եմ, չէ, ինչի, որովհետեւ այդ վտանգը կա, էլի, որովհետեւ շոանկա բան են անում, էլի, երկար չի տևի, էլի, այս կողմը բան, էլի, կփակվի բան։ Այդ ասենք այդ տեղի ժողովուրդը գալիս են հետաքրքրված, էս ինչ ես անում, բայց էսի ոնց է, էսի բանը այդ բանն էլ այդ իրականում որ sense խոսանք այդ 1873 թիվը այդ որ վրան գրած է որ ինքը այդ թվի է ինքը լավ բան է ֆիշկա է էլի որ տեսեք բան սա 1873 թվի բայց հա լավ է թո էդի ֆիշկա լինի թո մարդիկ բան անեն բայց ասեք էլի լիքը բան իր մեջ ինքը ունենալու է էլի մենակ դե բնականաբար բիզնեսը իր հերթի որտեվ եթե բիզնես չլինի անիմաստ է այդ ստանում կտենց բերել Ամերիկայից բերել հասցնել Հայաստան որ պրոստը թանգարանային նմուշ այդքան փող չունեմ էլի որտեվ Եվրոպայի որ հետաքրքրվում է առնելու մի քանի հոգի բաներ վաճառում են ու տենց էլ ասում են Հոլանդիայում ասում են բանա օգտագործվել է որպես տան ինտերիերի ձևավորում ու դեկորատիվ բադույթա չի օգտագործվել սոհո ստիլի մեջ տուն են ստացել հա մեջը տենց դրած այ իրոք տենց սիրուն ներկաած բան սարք չէ բնականաբար պետք է աշխատի որտեվ եթե ինքը չաշխատի ժանգետել է թափես գնա այդ բանը դրա համար երևի չգիտեմ բայց չգիտեմ ուրախ եմ ու բան եմ անում այդ տղայս էլ է փոխանցվում ինքն էլ է որ շատ ոգևորված է լինում ճիշտ է մի ամիս անկած գործ չի լինում զգում եմ որ ասենց բան է լինում հենց որ ոգևորվում այդ մարդիկ էլ գալիս են բան են անում ուրախ պատրաստվում է այս բաններ շատ խնդալու էր ասեցի ոդկաստ եմ գնում բանը ինքը մտածում էր այդ ոդկաստ բանը պետք է գան նկարեն բան անեն ստանոկտատերը մաքրում է պատրաստում է բանը հա էլի այդ դե ափսոս ստուդիայում նստած գալա չի բայց այդ ասեք շատ կարևոր է էլի որ չգիտեմ ես ուրախ եմ որ այդ աստծո ունեմ ու գիտեմ որ ինքը այսա կրակելու է էլի հա միանշանակ ոնց որ ժամանակի հարց է ցանկացած գործի մեջ եթե հոգի ես դնում խորանում ես չունեմ ուշադրություն ես դարձնում ամեն մարոկիներին պրինցիպներ ես դնում որոնց պահում ես ու լինում ես բավարար համբերատար միանշանակ ստացվել է այդ համբերատար հա ես այն բան եմ այդ առումով համ անհամբեր եմ համ համբերատար եմ շատ բաներից օրինակ ասեք մերոնք էլ տնանցիկ վրաս կռիվ են անում հետս ես ուշանալ չեմ սիրում էլի որ մեկը միտե ուշանում է ես սկսում եմ պանիկայի մեջ ընկնել բան անել բայց ասենք որ նայում եմ ինչքան sense երկար համբերատար որտեղ ասում 22 թվական հա պատերազմը այս Ուկրաինայի պատերազմը որ սկսվել էր այդ ժամանակներն էր որ այդ բանի թեման բացվեց այս հաստոցի այդ ժամանակներից համբերատար դիմեցի մի հատ ֆոնդի որ գրանտ տան կարծիքի կարող է այդ բանով օգնեմ չեղավ համբերատար բան այդ առաջի հաստոցը ուրիշին վաճառեցին մերժեցին երկրորդը մերժեցին երրորդը մերժեցին այս չորրորդը ստացվեց ու միշտ ստացվում է ասեցին 2 ամսից պետք է գա 3 ամսից եկավ ապրիլի կեսերին պետք է հասներ մայիսի սկիզբ եկավ բան սենց բան համբերատար բան հաստոցի մի հատ մաս ճանապարհին կորել էր էլի տենց հա այդ չէ ես այդ առումով ոչինչ հա ուշլնի կլնի դրա համար ես իսարք էշ մի սատկի գարուն կգա յոնջակուտես էդի իր սիրած ասացվածքներից է թե այս եթե խորանում ես այդ հին պատմական ասացվածքա չէ էշ մի սարքի գարուն կգա այդ հենց դրա մասին է որ պետքա համբերատար լինես պետքա խաղի մեջ մնաս այ մենակ մի հատ sense բան այդ որ ասացիր գիտես ինչ է տատս մի հատ խոսք ուներ զարմանալի է ասում էր այն որ մի բան ասում է այդ ուշ բանելներ ասում էր ռսի завтра ռուսերեն 2-3 բառ գիտեր տատս բայց այդ ասած ռսի завтра հետաքրքիր է որ մենք այդ հիվանդությունը մենք երևի սովետի ժամանակ մեր մեջ մցրեցինք էլի այդ որ ասենք վաղը բայց ռսի завтра
Это эшми садки գարուն գկա, այդ յոջակուտես այդ ռսի завтра-ի հայկական տարբերակն է, էլի։ Հա։ Ես մի հատ դասախոս ունեի ամերիկյան համալսարանում, ինքը Սիրիայի հայ էր, Ամերիկայում էր ապրում, McCain-ի կրեատիվ տնօրեններից է եղել, շատ լուրջ կամփեյններ ունի արած էլի գովազդային, իր մոտ մենք մարքեթինգ գովազդների մասին էինք կուրսեր ամերիկյան համալսարանում, ինքն էր միշտ պատմում, ասում է Սիրիայում համենայն դեպս այնտեղ որտեղ ինքը ապրում էր, եթե չեմ սխալվում, Հալեպում էր ապրում, մեծացել էլի, բայց կարող է սխալ եմ, քաղաք սխալ ասում, ասում արաբները դուրս էին գալի, մի քանի թաղամաս կքայլեն, գնում էին հայ խանութ, ասում ինչի, որովհետև հայը չէր խափում, արաբը իր տակի խանութ չէր գնում, մի քանի բլոկ, մի քանի թաղամաս քայլում էր, գնում էր հայ խանութ, որտեղ գիտեր, որ հայը չի խափելու, լավ ապրանք է տալու, ու տենց կերպար էր ստեղծված հայի մասին ընդեղ էլի, ու որ այդ մյուս կողմից չգիտեմ, մեր այսօրվա իրականությունն ես նայում ու հասկանում ես այդ միջավայրների տարբերությունը ինչ ազդեցություն է ունեցել էլի։ Հա, օրինակ մենք ընկերներով շատ ենք վիճում այդ բանում, բայց ես օրինակ ես օրինակ չեմ սիրում այդ բանը, այս մենք հայերը սենց ենք, մենք հայերս մեր փնովել էլի, ես չեմ սիրում։ Արա ասում ես էլ եմ հայ։ Ինչ որ վատը կա, իմ մեջ էլ կա այդ վատը։ Դե համ վատը կա, համ լավը կա, չենք կարող ասենք, որ մենք ամենալավն ենք ու հպարտանանք ու չենք կարող ասենք, որ ամենավատն ենք ու նեղվենք ու այս անորը կինոյի վրա այս վերջերս այդ թեման հենց ունեցանք, արշավի ժամանակ ենք խոսում, մասնակիցներից մեկը ասում է, ես օրինակ այդ կինոյից նեղվել եմ, ասում եմ ինչի, ասում է դե հայի կերպարը, ասում եմ բայց դա ինչ կա դրա մեջ նեղվելու, ինչ որ մի մարդ հա կերպար է ստացել, որ տենց է, հիմի հայ կլինի, ալբանացի կլինի, ինչ կլինի, ամերիկացի դիտողը կամ ինչ որ ուրիշ ասում, չի վերջի համերգից, հայ տես հայերը սենց են, անուններ չտանք, ասում է Թաթուլի համերգից, հա, ասենք մարդիկ են գնացել են այդ լսում, հա օքեյ է, բայց այդ ինչի մասին է խոսում, դու գնա լավ համերգ դուր, եթե դժգոհ ես գտնում ես այդ համերգը վատնա, անցած շաբաթ է Կասկադում ջազ համերգ էր, էլի մի 10000 հոգի, 10000 չէ, բայց Կասկադը ծերից ծեր լիքներ ու այդ դրա մասին է խոսացեք կամ արեք, որտեվ տես, օրինակ Գերմանիա բան կա, ու ես ինչի է բանը մարդիկ ուզում են բանը լինի, ցենզուրա լինի, այս արկել են, այն արկել են, այն արկել, ախպեր մարդիկ ով ինչ ուզում է թողե անի, ուզում դուրը չի գալի, դու ուրիշ արա, փորձի մարդկանց գրավես, այդ տենց են իդեաները հաղթում, ոչ թե արկելելով, այլ բացառվում այքարելով, որտեվ ինչի է այդ բանը օրինակ ուզում եմ բերեմ, որտեվ մեկը հենց այդ համերգի թեմայով բաներ գցե, այ տեսեք Գերմանիայում Բոբի Մակֆերին բախա երգում, հələ տեսեք բանից մենք այդում ենք sense ու մոռանում են, որ այդ ինչ համերգ է, ուրեմն Գերմանիայում անցկացվում է 24 ժամ բախ, տենց փառատոնի նման բան է, իսկ պատկերացնում ես բացօթյա 24 ժամ բախ է նվագվում կամ երգում են, նվագում են բանեն, 24 ժամ մարդիկ անձրևի տակ, բանը նստած լսում են։ Այդ դուք էլ արեք 24 ժամ կոմիտաս օրինակ։ Հա, բայց ախր մոռանում ենք, որ միջին գերմանացին է չի գնում այդ համերգին։ Չի բացառվում։ Չէ, հաստատ տենց է, միջին գերմանացին գնում է ուրիշ բան լսում, ավելի հասանելի։ Կարող է, հա։ Ու միջին ամերիկացին է, միջին հայն է, միջին ռուսն է, միջին չինացին է, լսում են ավելի հասանելի երաժշտություն, պոպ, դրա համար պոպ երաժշտությունը ամենապոպուլյարն է, չգիտեմ, Ամերիկանում country-ն է շատ պոպուլյար, մեր մոտ ռաբիզն է։ Հա։ Ու կարևորը, բայց կարևորը դրա դիմաց ստեղծի նոր բողոքի էս մի վատից։ Հարց չկա նա օրինակ, ես ռաբիզ տանել չեմ կարող, չեմ սիրում։ Մեր տանը դա երբեք չի հնչի, իմ ականջը դրան չի սովորել, իմ ականջը սովորել է ռոկի, որտեղ papan ռոկ է լսում, բայց papan եթե ռաբիզ լսեր, ես ռաբիզ էի լսել։ Ամենայն հավանականությամբ ու եթե բայց ես չեմ ասում ախպեր ռաբիզ արկել եք, չէ, հակառակը ես փորձում եմ իմ սիրած երաժշտությունը տարածեմ Instagram-ով, այսով, այնով, որ եթե մարդը որ չգիտի, չի ծանոթացել այդ երաժշտությանը, կարող է լսի դուրը գա, սկսի լսի, օրինակ, չգիտեմ, մենք մի հատ ընկեր ունենք Կիրովական փոքր ժամանակ, ինքը տենց ռոք չէր սիրում, բայց տենում էր որ մենք ռոք ենք լսում, ինքն էլ էր ուզում սկսել ռոք,
Հենց սկսեցինք իրան տալ ամենաթեթևից, ամենահեշտ մարսվող խմբերից, որոնք ավելի շատ պոպուլյար չգիտեմ, սկսեցինք Scorpion-ից, որ երգեր կար շատ պոպուլյար է, օրինակ, այն Wind of Change-ը, որ սաղ էտ էին լսում։ Քիչ ծանոթացնում ես երաժշտությանը ու մարդիկ սկսում են սիրեն, հարգեն, դու չես կարող այն մարդով, որ չգիտեմ, կյանքում ռաբիզից բացի կամ պոպից բացի ուրիշ բան չի լսել, միանգամից տանես, չգիտեմ, Radiohead դնես կամ ինչ որ ավելի ծանր բաներ դնես։ Հետո այդ արգելելը ամենասխալն է, էլի, որ դու արգելես ինքը դառնալու է ավելի պոպուլյար, ավելի պոպուլյար է դառնալու։ Ինքը իրոք մշակույթ է դառնալու ու կարող է ի օգուտ իրան էլ գնա, էլի, որտեղ սկսեն ուրիշ բաներ գտնել, էլի դրա մեջ։ Չգիտեմ, այդ ես համենայն դեպս սխալ եմ համարում, որ ինչ որ մի բան պետք է արգելվի։ Ոչ մի գիրք չպետք է արգելվի, ոչ մի երաժշտություն չպետք է արգելվի, մտածելը պետք է ազատ լինի, խոսելը պետք է ազատ լինի, իդեաները պետք է իրար հետ բախվեն։ Իհա, պարտադիր։ Որտեվ հետո 70 տարի սովորեցինք արգելել, հիմա էլ ամեն ինչը փորձում ենք արգելելով լուծել, բայց արգելելով չես կարող լուծես, պետք է բան անես, էլի։ Ստեղծես դրա հակառակը, հակակշիռը ստեղծի, փորձի զարգացնել։ Դա համար եմ ասում, այդ օրինակ, եթե դուք բերում եք այդ օրինակը, այս են լսում, բայց այդ օրինակ բերողները շատ են, էլ նույն քեֆերի գնում են, նույն այդ երաժշտության տակ են ապարում։ Virtue signaling հայտի, ընդհանրապես virtue signaling, որ մարդը ցույց է տալի, որ ինքը ինչ որ մեկից ավելի առավել է։ Հա։ Կա։ Համաձայն եմ։ Չգիտեմ։ Հա։ Իսկ դու ճաշակի ոնց ես վերաբերում, կարաս ասես, որ կա լավ ճաշակ, վատ ճաշակ։ Այդ իմ սիրած թեմաներից։ Ճաշակ, գիտես ոնց ինչ թվում է, կա լավ ճաշակ, վատ ճաշակ, կա։ Դե օրինակ, չգիտեմ, ռաբիզին ասում են անճաշակ, կոմիտասին ասում են ճաշակով։ Ախր ես օրինակ այս դեպքում մի հատ այդ համատության հետ համաձայն չեմ, որովհետև մի հատ շատ հետաքրքիր բան կար, ուրիշ բանի վրա օրինակը բերեմ, հիմա բանա, չէ, ասում են այդ քրեական ենթամշակույթ։ Բայց լավ բան է, չէ, արտահայտեցի։ Չէ, բայց դա ենթամշակույթ չի կարա, ընդհանրապես մշակույթ չի դա։ Դա հակամշակույթ է, ոնց կարա դա ենթամշակույթ։ Չէ, բայց ի՞նչ է մշակույթ։ Դա մշակույթ չի։ Չէ, դա մշակույթի մի մաս է, ինքն էլ է մշակույթ, էլի։ Մարդիկ մշակել բառի հետ են կապում։ Չէ, դե culture-ին իրանով ամեն ինչն է culture, էլի։ Culture չի, ռաբիզն էլ է մշակույթ։ Ես օրինակ իմ կարծիքով ասենք նույն այս բանը, ռաբիզը ես կյանքում չի դնի բանի հետ համեմատեի։ Ասենք դրենք ջազը համեմատենք կոմիտասի հետ, օքեյ, տարբեր բաներ են, բայց կարելի է ինչ որ բաներ գտնել, համեմատել բաներից։ Հետո ախր այդ ռաբիզ ձևակերպումը արդեն իսկ սխալ բառ է եկել, որտեղ ժամանակի ռաբիզ ուրիշ բան է նշանակե։ Работник искусства, ոչ թե рабочее искусство, это չգիտեմ ով է բացել рабочее искусство։ Ռաբիզը եղել է այդտենց սովետի ստեղծած կազմակերպություն, որը կոչվում էր работники искусства։ Работники искусства լիք տարբեր մարդիկ էին, որ կարող է զարմանալ որ իրանք են եղել այդ работники բան, այդ ռաբիզի անդամներ։ Որ դա դարել է այդ բառը ռաբիզ բանը։ Բայց ասենք ես չէի բանանի, որտեվ չգիտեմ, դա մշակույթ չի, դա ինչ որ երևույթ է։ Բայց ասենք դնել չես կարա պոպ կուլտուրան համատես կոմիտասի հետ, էլի, կամ պոպ չէ, դա вообще պոպ կուլտուրա չէ, դա ուրիշ մի բան է, էլի։ Չէ, բայց նա օրինակ պոպ կուլտուրան եթե վերցնենք, չէ, օրինակ ամենապոպուլյարը երևի հենց դրա համար է պոպ է կոչվում, պոպ կուլտուրան է, մարդկանց մեծամասնությունը այդ ձև է լսում, այդ ձև է ապրում։ Հիմա այդ ասես մշակույթ չի, չէ, ոնց մշակույթ չի։ Չէ, պոպ կուլտուրան մեծամասնությունը չէ, ես որ օրինակը բերեցի, էլի։ այդ որ ասում են ենթամշակույթ, սաբկուլտուրա, չէ, ասենք։ Հա, սաբկուլտուրա։ Պանկը սուբկուլտուրա է, կամ ասենք, չգիտեմ, թե բայց խի պանկը կարա սուբկուլտուրա լինի, որտեվ ինքը բանը չի կարող։ Ինքը մանիֆեստ ունի։ Պանկը մանիֆեստ ունի, չունի մանիֆեստ, ի՞նչն է մանիֆեստ։ Իրանք կանոններ ունեն, որ այդ կանոններով են փորձում ապրեն։ Կրիմինալ աշխարհը, թե հա, իրանք այդ հա, բայց այնի լրիվ ուրիշ բան է, այդ կուլտուրա, այդ, չգիտեմ, ես կուլտուրա բառը դա չի օգտագործել, դա մշակույթ չի էլի։
հասկանում ես, բայց ասենք նույն բանկը, որ ասում է սուբկուլտուրա, մանիֆեստ ունի, ինքը ինչ որ պրինցիպներ ունի, որ այդ պրինցիպներով բան անում, բայց ասենք ռաբիզը չունի, ինչ մանիֆեստ ունի։ Ասենք ի՞նչն է իր մանիֆեստ։ Այս լավ հարց է։ Հա։ Այսինքն ինչ ես ասում դու դրանով։ Չէ, ես պրոստը կլկլցնում եմ, որտեղ տենց լսում են, որտեղ բանը։ Բայց մեկը պետք չի արկելել։ Չէ, արկելել էլի պետք չի։ Ախր արկելելով դու իրան ավելի մեծ բան ես տալի։ Ախր այդ նույն այդ արկելելը հիմա նայ, այդ Ռուսաստան սկսվել է, չէ, ամեն ինչ արկելում։ Հա։ Ամեն ինչը սկսած։ Ինչքան դու այդ մի բանը արկելում ես, ինքը այդքան ավելի պահանջված է դառնում։ Ախր մենք էդի պետք է իմանայինք, որտեղ մենք սովետում ենք ապրել, սովետում ինչ արկելվում էին, այդ ամենալավն էր ուրեմն։ Հա։ Ամեն արկելված բան այդ ամենալավն է եղել։ Հա, ասենք դու Վան Գոգի արկելված նկարիչ էր, որտեղ դա չէր բան արված։ Ինքը ուրեմն ամենալավ նկարիչն էր։ Բուլգակովը արկելված գրող էր, ուրեմն ամենալավ գրողն էր։ Ասենք մենք այդ անցել ենք այդ բանը, դրա համար չենք կարող, էլի արկելելով հաստատ բանի չես ասում։ Չէ, դու արկելելով իրան սարքում ես ավելի պոպուլարity միանշանակ տենց, հա։ Բայց ճաշակ, անճաշակ, չգիտեմ, այդ որ ասում են ճաշակին ընկեր չկա, դա էլ է ինչ թվում է սխալ արտահայտություն, հա։ Ես դրա հետ Հա, համաձայն եմ։ էլի որտեվ Ճաշակին շատ ընկեր կա։ Հա, բայց չգիտեմ, դա էլ շատ սուբյեկտիվ հասկացողություն է ճաշակ։ Կա գեղեցիկ եւ ոչ գեղեցիկ։ Դե բայց ով է որոշում։ Օրինակ դիզայներների մեջ եք ասում են, ասի լավ դիզայներ են, ավ դիզայներ։ Դες, օրինակ դիզայնը չէ։ Դիզայնը շատ հստակ մասնագիտություն է, շատ բան է։ Որ մաթեմատիկային որ կարաս ասես, սխալ լուծում է, էսի ճիշտ լուծում է։ Նույնն էլ դիզայնն է։ Դիզայնը դա մասնագիտություն է, գիտություն է։ Շատ բարդ սինթետիկ գիտություն է, որի մեջ խաչվում են տարբեր բաներ։ Այսինքն չես կարող լինես դիզայներ, որովհետև լավ նկարում էի, գնացի դիզայներ դառա, չէ։ Դե ոչ շատ է հենց տենց է պատկերացնում։ Օրինակ այդ դրա համար ասենք ես որ ես դաս եմ տալի, ես մեր մոտ լրիվ ուրիշ սկզբունքա վիշկա եմ, էլի։ Այսինքն ուրիշ բան է։ Մենք տարբեր մեդիաների հետ ենք աշխատում, նաև ասենք վիզուալ հետազոտություն ենք անում, եթե գիրք ենք ձևավորում, գիրք ենք ինքներս գրում ենք, նոր ձևավորում ենք, հա, այսինքն բաներ է, այսինքն դիզայնը դա գիտություն է всё-таки, ու դրա համար այդ կարաս ասես հստակ, էսի լավ դիզայն է, էսի վատ դիզայն է։ Քեզ կարա նկարը դուր գա չգա, դու ասես էս դուր չես կարող ասես էս լավ նկար է կամ վատ նկար է, սուբյեկտիվ է, բայց դիզայնը դա հստակ է։ Եթե մի հատ լավ մեքենան լավ դիզայն են անում, հա, մեքենան ամենապարզ օրինակն է, որ բերել մարդկանց վրա։ Ինքը մի քանի բաներ է, նախ ինքը լավ դիզայնով մեքենան, լավ աերոդինամիկա, խոսքի, հա, հարմար է իրան օգտագործելը, գեղեցիկ է, Հա, որտես ֆունկցիան ու էսթետիկան միացել է այդ ինքը ու լավ վաճառվում է, դրա համար լավ վաճառվում է։ Վատ դիզայնը, որտեվ կան, չէ, ասենք ռեյտինգներ վատ դիզայնով մեքենաների։ Ինչ-որ բաներից գտնում են, չէ, դիզայնը մի քիչ ուրիշ է, չես կարող։ Նկարչություն, երաժշտություն կարաս ասես, այս դուրս գալիս է բանը։ Բայց նույնն էլ երաժշտությունն էլ, ախր երաժշտությունը կազմված է նոտաներից։ Եթե մեկը ասում է, չէ, բաղաձայն է երգում կամ բան անում, չէ, նույնիսկ էլ կարող վատ երաժշտություն գրի։ Դա էլ ճաշակի չճաշակի խնդիր չի։ հա, բայց կան է, օրինակ, չգիտեմ, երգեր կան, որ լսում ես, որ ասում ես կոնսերվատորիայի առաջի կուրսի ուսանողն է կարող ասես երաժշտություն գրել, բայց լսում ես ինքը շատ սիրուն է։ Այսինքն տեխնիկապես ինքը բարդ չի, պարզ է շատ, բայց Չէ, բայց կա անգրագետ, կա գրագետ, դու կարաս այդ գրագետ գրես, հա, առաջի կուրսի ուսանողներ կարա գրագետ գրի։ հա։ Չէ, բայց օրինակ ռոքի մեջ է կա տենց որ լսում ես հատուկ ոնց որ սխալ նոտա է նվագում, բայց տենց թողմա ու տենց սիրուն է։ Դե դա կարող է հատուկ արել, այդ մասնագետը կարող է հասկանա։ Ես մի քիչ երաժշտությունից ճիշտ է բան չեմ։ Բայց դիզայնը տես օրինակ դու դիզայներ ես, այդ տենց ես նա, բայց շատ մարդ օրինակ հաստատ ինձ թվում է քո կարիերայում տենց դեպքեր եղել է, որ չգիտեմ, ինչ որ ընկերություն կամ անհատ լոգո անում է $10,000, ինչ որ մեկը անում է $500 ու մարդկանց մեծամասնությունը դրա տարբերությունը չեն տեսնում ու չեն հասկանում ու չեն ընդունում։ Այդ մի կողմն է, բայց դրա հետ միասին էլ օրինակ եղել է խոսակցություն գերուչս հետ էլի դիզայների հետ, ասել է ուրեմն ինքը իրան այդքան է գնահատում։
Ասենք եթե այս մեկը իրան գնահատում է այսքան, մյուսը գնահատում է իրան այնքան։ Եթե մենք վերցնում ենք բանը, գնահատելու հարցը չի, զուտ տարբեր պատկերացումների տարբերությունն է կամ չիմացության հարցը, կամ նաև ինչ-որ մեկտեղ երևի ճաշակի հարց է։ Չէ, գիտես ոնց, ախր այստեղ մեր Հայաստանի մասին խոսալուց, դա մի քիչ շատ բարդ հարց է ինչի, որտեվ մեր մոտ կայացած ինստիտուտները շատ չեն, էլի։ Ասենք դիզայնի ոլորտում նամանավանդ։ Մեր շուկան կայացած չի։ Մեր մոտ կան լավ դիզայներներ, շատ լավ դիզայներներ, աշխարհով թնդացող դիզայներներ, լավ գիտենք, բայց դիզայն ինդուստրիա այդ հասկացողությունը չկա։ Դե շատ չի փոքր շուկան դա ունենալու։ Էդ էլ է իր դերը խաղում, բայց դե դրա հետ միասին մտածում ես ուրիշ երկրներում, այլի փոքր երկրներում կայացած Հոլանդիան բնակչությունով տես չի, որ մեզնից շատ կլինի, էլի։ Հա, բայց այնտեղ իրանց գերտերությունը իրանց բանի այդ ոնց են ասում, բյուջեի 7%-ն է կազմում կրեատիվ ինդուստրիան։ Ասում ես, այդ 7% իրանց օգուտ է բերում։ Բանը։ Եթե Ռուսաստանի դեպքում Գազպրոմը 5 թե 6% է։ Դա ռուսները ասեցին այդ թվերը։ Հասկանում ես, ասենք տարբերությունը։ Պրիտոմ, ասենք Հոլանդիայի բյուջեն կարծեմ Ռուսաստանի բյուջեին հավասար կլինի։ Դե դիզայնի ճարտարապետության առումով Հոլանդիան ունի աշխարհի լավագույն համալսարաններն են։ Օրինակ քուրս այնտեղ մագիստրատուրան ավարտեց ու ֆանտաստիկ էր։ Հա, ու ինչի է ասում, որ ասենք մեր մոտ այդ ինդուստրիան չկա, դրա համար այդ ինստիտուտները շատ հարաբերական հասկացողություն է մեր մոտ, մեկը որ իրան գնահատել է $10,000, այն մեկը գնահատել է $500, դա չես կարա հասկանաս ինչի է այդ բանը, էլի, ոչ ճիշտ չափորոշիչներով չի բան արած։ Հասկանում ես, որտեվ կարող է այդ մեկը որ 10,000-ը իրան գնահատել, պատահական, պրոստը ախպեր այսքանը լավ է, այն բանի հավի պատմությունն է, տարին մի հատ էլ ծախեն բան է, էլի։ Հա, հասկանում ես, կարող է այդ սկզբունքով է իրան գնահատել։ Այն մեկն էլ հակառակը դեմպինգային ինչ որ գինա դրե, որ արագ բան անի, բայց փաշ չի որ այնի վատ անելու։ $500-անցը 10,000-անցից այդ։ Այսինքն մեր մոտ այդ մի քիչ լավ է, ես օրինակ պատվիրատուր եմ, ոնց կողնորոշվում։ Դե օրինակ Հայաստանի դեպքում շատ པարզ է, օրինակը բան է, որ ասենք ատամը ցավում է։ Ու չես գնում, չէ՞, այս կողքի ատամնաբուժարանը։ Մի հատ հետաքրքրվում ես, չէ՞, որ ատամնաբուժն է լավ, նոր գնում ես այդ ատամնաբուժի մոտ ատամը բուժելու։ Նույնն էլ բանն է։ Իմանում ես, այս լավ ատամնաբուժ է, բան, այդ նույն սկզբունքն է։ Որտեվ դիզայնն էլ ատամնաբուժի նման բան է։ Եթե վատ դիզայն արես, ու լիքը խնդիրներ ես ունենալ։ Ատամը վատ բուժեցին, հատ չես կարողանալ ուտես։ Նույնն էլ դիզայնն է։ Ախր դիզայնի դրա համար, մեկ դիզայնին, այդ մեր ազգի մոտ այդ բանը կա, էլի, մեր բոլորս դիզայներ ենք, բոլորս ճարտարապետ ենք, հա, քաղաքական գործիչ, այդ արդեն չեմ էլ խոսում, մարկետոլոգ, ծնված ենք, այդ քաղաքական գործիչ, ծնենք, բայց ասենք այդ դիզայներ, ճարտարապետ, բոլորս ճարտարապետ ենք, բոլորս դիզայներ ենք։ Բայց հետաքրքիր է այդ որտեղից է գալու։ Օրինակ չես գնում, չէ՞ քո հաշվապահին պատմես ինքը ոնց հաշվապահություն անի, բայց մարկետոլոգին, դիզայներին կամ չգիտեմ ճարտարապետին պատմում ես։ Օրինակ մեկ-մեկ այդ գիզնել են կանցնում, չէ՞, ատամնաբուժի մոտ սկսում ենք ատամնաբուժին ասում են քիչ սենց բան արա կամ վիրաբուժին ասում ենք սենց կտրի բան։ Մեկ-մեկ կան դեպքեր, հասկանում ես, բայց ամեն դեպքում վախում ենք։ Ինչի՞։ Հա, ասենք վախում ենք վիրաբուժին խորտ տանք, որտեվ կարող է սխալ բան կտրի։ Հիմա նույնն էլ դիզայնն է։ Դա նույն բժիշկի նման մասնագիտություն է։ Իսկ կարանք ասենք, որ այս վերջ տարիներին դիզայնը տենց միանման է դառը։ Օրինակ բրենդերի հին լոգոներն ես նայում ու նոր լոգոները, սաղի լոգոները միանման է դառը։ Դե օրինակ գիտես ինչ, մի քիչ համաձայն եմ, մի քիչ չէ, որտեվ նույն ձև եթե այն ժամանակ կարողա նայես, այն ժամանակ այդ լոգոն որ արվել է, այդ ժամանակի տրենդերով ա եղել, հա։ Հա, որտեվ տես օրինակ մեքենաների նշանները, այն հին ավանդական մեքենաների նշանները, որ նայես իրար շատ նմանություն կան։ Ասենք Opel-ը վերցրու Mercedes-ը Audi, բոլորի հիմքում կլորա, ինչ որ կլորի վրա կառուցված, այն ժամանակվա տենդենսն։ Դիզայնը տենց է ժամանակի հետ կապված բան է։ Դրա համար սկզբում ասի այդ երիտասարդների մասնագիտությունը։
որովհետև տրենդի հարց կա, հա։ Բա ոնց տրենդը Vibe-ը պայթակ է, զգալու հարց բայց դե կա։ կարևորը որ դու ինքը տրենդ թելադրես։ Ոչ թե մենակ այդ տրենդի մեջ գնաս, դա էլ է կարևոր, չէ՞, մոդա բան։ Բայց նաև որն է լավ դիզայներ, որը այդ տրենդը թելադրում։ Այ որ ասում են, այս մարդու ոճն է։ Հա։ Բայց մի հատ խոսք կա, չէ՞, որ ասում է լավ դիզայնը նաև դու չես նկատում։ Չէ, կնկատես լավ դիզայնը։ Լավ դիզայնը նկատում ես ու լավ դիզայնը երկարել ապրում է։ Ոնց է մեքենաները ոնց է նկատում եք, չէ։ Նույն Mercedes-ի վրա օրինակը բերենք, մոդել ունի, որ վատ դիզայն է եղել, հավանության չի արժանացել, այտենց բան չի, բայց լավ դիզայնը հա էլ բան են անում։ Եվ ամենահաջող մոդելը դիզայնի առումով բաներն են, կլոր ֆարերով եշկիքը։ Այդ բայց օրինակ ինձ համար այդ շատերից եմ այդ լսել, բայց օրինակ ինձ համար այդ առաջի այդ կլոր ֆարով եթե Mercedes-ը գցեմ, ես գտնում եմ դա հեղափոխական բան է։ Իր ժամանակով, հա։ Այդ հեղափոխական էր բոլոր մեքենաները, եթե այդ թվերի մեքենաները նայես, 1 տարի հետո բոլորի վրա կլոր ֆար։ Ինքը երևի հեղափոխությունը մտցրեց, տրենդը մտցրեց, դրանից հետո այդ ճյուղը սկսեց սյունան Բերեց, ազարգանը։ փոխեց, բան արեց։ Հետո շատ կարևոր է, օրինակ Mercedes-ի դեպքում որ նայում ես, օրինակ շատ կարևոր լավ օրինակ է Mercedes։ Երբ որ դու նայում ես այն Հիտլերի Mercedes-ը, այնց որ հիշում ենք, հա, ու հիմիկվա Mercedes-ը, դու կապը տեսնում ես։ Հա, շարունակականություն կա Կապը կա։ դիզայնի մեջ։ Այս sense հիմա էլ շատ է, չէ, այդ բաները սոցցանցերում Ինֆոգրաֆ, հա, արագացրած վիդեոներ, արագացրած փոխվում է։ Օրինակ դու պատկերացրու էդի բանի վրա։ Չգիտեմ, որ մեքենայի վրա որ չի երևում։ Շատ մեքենաներ կան, որ դա չես տեսնի։ Բայց իրանց վրա էդի շատ լավ երևում է, որտեվ ու դրա համար այդ կլոր ֆար ժամանակին ճիշտ քայլ է, բայց ոչ մի ձևով չի խախտում։ Հեղափոխության առաջի քայլն էր, դրա համար կարող է, չգիտեմ, շատերը կողմից չի սիրվել։ Հա, այդ թվում նաև իմ, բայց դրանից հետո մնացած իտերացիաները արդեն շատ ավելի լավն էին։ Որտեվ վերել են, եկել են, հասել են, պատահական չէ, որ այդ կլոր ֆարը չլներ, հիմիկվա այդ ֆարերը չէին լինի։ Իմ կարծիքով։ Հա, բայց այս վերջի տարիների մոդելները չնայած։ Չէ, բայց դե էլի տես, հա, օրինակ այդ խնդիրը կա։ Չէ, մեկը տենում ես դիզայնի շարունակականություն, անգամ հիմիկվա մոդելների մեջ տենում ես որ շարունակական է դիզայնը։ Բայց ասենք օրինակ նույն մեքենաների դիզայնը որ նայում ենք, ասենք այս վերջը շատ են իրար ստեղ բոլորը նմանվեր։ Այդ նորմալ տենդենս է, որտեղ շատ արտադրություն է ու շատ չես կարող անընդհատ տարբերվող բան անես։ Դրա համար ասենք նույն Cybertruck-ը որ բան են անում, Tesla-ի։ հա, միանգամից տարբերվում է, չէ, բոլորից։ Հա։ Հա, չնայած ես իրականում որ Երևանում տենում եմ հեշտ դուրս չի գալի, բայց վիդեոներով ինտերնետով շատ էր դուրս գալի, բայց այդտեղ մտածում չգիտեմ ինչա, բայց ամեն ինչը ասես բանը հստակ տարբերվում է։ Հիմա կտենա կգնա տենդենսը էս աշած բաները կանեն։ Այդ դրանով է ինքը բան։ Միգուցե բանա, բայց ինքը հստակ բոլոր մեքենաներից ջիպերից տարբերվում։ Այստեղ ջիպ իրար նման են։ Բաներ կա, կողքից նայես կարող է չջոգես, բայց այդ թեթև դետալներ կան, որ բան են անում։ Օրինակ այդ BMW, Mercedes իրանք ունեն մի հատ sense փոքր դետալ, որ միշտ նույնն է, էլի։ Հա։ Հետաքրքիր է եվրոպացիները ոնց եվրոպացիները մեկը դիզայնի առումով ավելի ուժեղ շկոլա ունեն, քան օրինակ ամերիկացիները, այդ միանշանակ։ Այդ այնտեղ այդ չտա բան է։ Չնայած ամերիկյան դիզայնի դպրոցն էլ է շատ հետաքրքիր։ Բայց օրինակ էլի որ վերադառնանք այդ հարցին, այդ դիզայնը Հայաստանվա, Եվրոպայում այդ դիզայնը իրանց արդեն մշակույթի մի մաս է, իրանց ապրելաձևի մի մաս է այդ դիզայնը։ Դու ասենք եվրոպական երկրը չես կարող պատկերացնես առանց պաստառների, որ փողոցում պատերին կպցրած է։ Հա, Հայաստանում էս վերջերս է ակտիվացել պաստառները։ Միգուցե ռուսներն էլ շատ ակտիվացրեցին, որտեվ իրանց մոտ կար այդ կուլտուրան, այդ պլակատի բանի վերեցին։ Բայց ասենք իրանց մոտ այդ դիզայնը դրանց իրանց կյանքի մի մաս է։ Դրա համար Եվրոպա ասում են մեր հաճախորդները անճաշակ են բան են, մենք չեն լավ դիզայնը չեն ընտրում, որովհետև լավ դիզայն չկա քաղաքում, որ դե աշկը տենա սովորի այդ լավ դիզայնը, որ կարողանա հասկանալ, որ միջավայրը շատ մեծազդեցություն ունի։ Իսկ Եվրոպայում դա արդեն իրանց միջավայրի բան է, եթե նախընտրական պաստառ է արվում, ինչ որ ընտրություններ է, ամենատխուր թեման է,
Այդ ֆիները կարողանում են շատ գեղեցիկ նախընտրական պաստառանել։ Մեր մոտ մասիս սարը վсё։ Հա, մեր մոտ բանը։ Հիմա կուլտուրան չկա, դրա համար լավ դիզայներներ կան, բայց հələ այդ միջավայրը չկա, այդ community-ն չկա։ Իսկ հավատում ես, որ ժամանակի ընթացքում կարա ձևավորվի։ Որտեւ որը ժամանակ առաջ էդ էլ չկար։ Հա։ Ժամանակ կա պետք։ Որտեւ ես շատ լավ եմ հիշում, որ մենք գնում էինք միջազգային փառատոնների դիզայնի, մեր զարմացած ասում են, ձեր մոտ դիզայն կա։ Այդպես հարց էին տալի։ Հա, բայց մի տարի հետո գնում էին այդ բան էին գալի, բա հələ տենանք հայերի գործերը ուրա տեսնենք էլի հայերի գործերը, որտեղ գիտեին, որ ինչ որ հետաքրքիր բան ա լինի։ Հա։ Այդտենց։ Հիմա միջազգային փառատոններից այնպես լավ մեդալներ ա գալի։ Հա, դե ասենք օրինակ բանը, Backbone-ը որ գնանք, բանի Backbone-ի այդ Ալեա Սլավի կոչեց ալա Hall of Fame-ին, չէ՞, ասեք դե բանը, որ բանից կարող վախնաս, ասեք Ամերիկայում տենց ընկերություններ չկա։ Մի քանի ամիս առաջ Backbone-ում էի, Ստեփանը սաղ ցույց տվեց, ինչքան ասում ես, ինչքան մեդալ ու հաղթանակ։ Հա, ու տենց ունենք։ Ու մի հատ շատ բան էր, էլի, մեկը ասեց, դե Հայաստանում դիզայն չկա, ասեցի, չխոսում, ինչ է շարքում դիզայն չկա։ Այդ որ երկար խոսում էինք, հա, հասկացա ինքը ինչ նկատի ունի։ Հա, ինդուստրիա չկա դիզայնի։ Հա, բայց բանը կա տարածվում, օրինակ, չգիտեմ, Ռուբեն Մալայանի տարերի դիզայնը մի պահ լավ տարածվեց ու սա սկսեցին օգտագործեն անգամ առանց թույլատվության ու այդ հետո այսօր խոսում ենք, որ օրինակ Վիլենի դիզայնը դառավ ահագին պոպուլյար Հայաստանում, այդ գրելու ձևը այսօր մեծ բանկերն են արդեն օգտագործում ու դե շատ լավ է, օրինակ էդի ընտիրա, որ եկեր հենց Վիլյամի մասին որ խոսքը գնաց, Վիլյամի հետ Օրա տեսար բան արեցին, ասենք եղել է խոսակցություն։ Օրա տեսար վեկալի բանին, ասում շատ լավ է։ Այդ լավ է, թու թխեն։ Ասենք դրա մեջ նորմալ երևույթ է, էլի, այդ իմ կարծիքով դա նորմալ երևույթ է, այդ կրկնօրինակել է բան անել, էլի, վերջը բոլորն են կրկնօրինակել։ Այդ բանից դրանով փոխվում է մի բան, ավելի լավ է այդ կրկնօրինակեն, քան ուրիշ մի հատ վատ բան կրկնօրինակի, որտեղ լիքը ուրիշ վատ օրինակներ էլ կա կրկնօրինակել, որ բոլորը կրկնօրինակում են ու ահավոր մի թրեշ է, էլի, դիզայնի ոլորտում։ Բայց մենք արդեն սովոր ենք դրան ուշադրություն չդարձնել, ասենք, հա, մեզ համար դա վատ դիզայն է, չենք նայում, բայց էդի ավելի շատ են կրկնօրինակում։ Ավելի լավ չի բոլորի մոտ sense ակուրատ ինչ-որ բան նորմալ հաճելի աչքի համար դիզայնել է, դու կրկնօրինակ է։ Ես դրան շատ հանգիստ եմ նայում, բան եմ անում։ Հա ինձ էլ օրինակ այս բանի հետ, ապա չես վախում որ ուրիշն էլ բերի, ասում թող բերեն, հա, ինչ։ Հակառակը ես կգնամ առաջինը, ես մի հատ կտենամ ոնց են անում, ինչ են անում, օգնեմ իրան։ Այդ ինձ էլ են ասում, նոր տեսել ես թազա ոդքասթը, ասում հա լավ է, շատ լավ է։ Մարդիկ այդ բառը սովորում են ինչ է նշանակում։ Ինձ ասել են, բա գիտես մի հատ ֆրանսիացի կա, բերել է այդ հաստոցից։ Գնացի գտա այդ ֆրանսիացուն։ Անձամբ հələ չեմ հանդիպել։ Հայաստան, հա։ Հա, այս շաբաթ գնալու եմ, տեսնելու եմ։ Բյուրականում բերել է, սա ավելի հին հաստոց։ Այսինքն իմս 1873 է, իրանը 1830-ական թվեր է։ Լրիվ Գուտենբերգի հաստոցի նման հաստոց։ Բերել է բյուրականում, ինքը եկել է Հայաստանը դուրս եկել է, բյուրականում ապրում, արվեստանոցան դե դրե ու այդ հաստոցը տարել է բյուրականում դրել է։ Բան անելու որ տպել է, բանին Թումոյին բաներ նվիրե, օֆորտի հաստոցեր նվիրե բան, ասենք շատ լավ է, այմերդ հակառակը։ Հետո սա լավ բան բերեն։ Հա, հասկանում ես, լավ բան, օրինակ հասարակ էլի պրիմիտիվ բան է։ Հիմա ես ասում եմ, հիմա սուբյեկտիվ կարծիք, ասում եմ, այս ձևի բացիկ անելը ավելի գեղեցիկ է, քան թե այն ոսկի դաշվածքներով բան, փայփլում բանը։ Հա, բայց այնրանից շատ են անում, իսկ սրանից քիչ են անում։ Դու սրանից շատ բերեն անեն, միանգամից են համանում ենք բանը, անճաշակա, էլի գվերանա։ Հա։ Հետո բանը բերեն։ Այդ ոսկուրով մի հատ պատմություն պատմեմ։ Դա մեջը շատ էր տպավորում։ Առաջի տունս որ առա, այտենց ռեմոնտի վրա ահագին ժամանակ ծախսեցինք այդ շինարարության, որտեվ այտենց սիրո մինիմալիստական դիզայն էր ուզում ստանալ ու պատերը որ այդ գույներով ներքեն պետք է իդեալական հարթ լիներ, որտեվ մի քիչ
բան եղավ, այդ տարբեր աշկդ մի անգամ ստենալու էր, էլի։ Ու դրա վրա ահագին ժամանակ փող ծախսվեց, որ այդ գույներով ներքվի տունը այնտեղ ու երբ որ այդ տունը վաճառում էի, այնց գնորդներից մեկ եկել է, նայում ասում, այ ախպերս, քան փող ես ուզում, այդ ոսկեգույն բան չկար տանդ։ Ասում եմ, ցարտան այդ ոսկեգունը որ անի, էժանա, բայց այս sense բաց ստանալը, որ sense այս գույնը ստանաս ու sense իդեալական լինի, դա շատ ավելի թանկ է։ Ասում եմ, այդքան փող ես ուզում, մի հատ ոսկեգույն բան չկա։ Բայց մեր հաճախ խորցը եկավ, ասե ու գտավ այդ տուն մարդը, որ այդ տունը հավանում էր, այդտեղ ասում եմ, մարդիկ որ առան, ասեցին մի քանի ամիս է, sense տուն ենք ման գալի։ Կես տարի առաջ ես էլ եմ բանով անցել։ Ուր գնում ենք, սա ոսկեգույն էր։ Կես տարի առաջ նույն պատմություններ, դա բան չանեմ, բայց էլի տես բանով անցել ենք, այդ տուն վաճառել, մենք էլ ենք տուն վաճառել, որովհետև ես դիզայներ եմ, գիտես էլ ճարտարապետ է։ Մենք էլ ենք առանց ոսկեգույնի ստացել էինք։ Շատ հեշտ մի անգամից գտանք մեր գնորդին, մի շաբաթում բան արեցինք։ Այդ նորմալ է, դա լավ է, այսինքն փաստորեն բանական է, բայց բոլորը ասում են, ախպեր, էսի դու բանը շատ դժվար է, այս ոչի մեջ բան, այս ստանդարտից դուրս բանը չես կարա բանը։ Չէ, փոխվում է, երկիրը փոխվում է, ամեն դեպքում այդքան գնում են Եվրոպա գալիս են։ Ոնց կարա բան չլինի։ Միանշանակ ամեն ինչ փոխվում է, ես այդ հաստատ կարող եմ ասեմ։ Բաները նույն ձևից ամեն ինչում։ Ախի բանը 31 էլ չեն առնում։ Չէ, Mercedes են առնում։ Դե արտադրում են երմիկը։ Դե պայմանական եմ ասում, բայց դրա նման ապուշություն լիքը կա արտադրում են։ Բայց չեն առնում, չէ։ Դե համել ուրիշ բաներ են առնում։ Հա, դե հա։ Հա, բայց մեկը մենք սկսել ենք ճանապարհորդենք, Հայաստան քիչ միջին կլասա ձևավորվում, վերջի, չգիտեմ, 15 տարվա մեջ Եվրոպա գնալ շատ այժանաց է, շատերը բիզնեսներ ունեն, աշխատանքներ ունեն, գումար ունեն, որը արդեն ուզում են իրանց ուզած ձևով ծախսեն, որ այդ միջավայրում միանշանակ հայտնվում են մարդիկ, որ ստանդարտից դուրս ինչ-որ ուրիշ բաներ են պահանջում, ուզում են սիրուն դիզայն, ուզում են ամուր տուն, ուզում են սրճարան, որտեղ իրանց հաճելի է, ուզում են աշխատավայր, որտեղ իրանց հաճելի է, այդ ամեն ինչը միջավայր է փոխում։ Էդի բնականոն զարգացում է, հիմա այլ հարց է, մեր մոտ մի քիչ դանդաղ է գնում, կան սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ, բայց գնալու է։ Այդ տենդենսը գնալու է, չես կարա դու պրոգրեսի դեմ բան անես, էլի։ Հա, ու մարդիկ ինքնուրույն չասեմ, մարդիկ արդեն որոշում են ներդրում անեն նենց տեղեր, որը օրինակ 10 տարի առաջ կարող է թվեր հիմարություն, օրինակ ասեմ, ես վերջերս գնացել եմ Podcastly office, ֆանտաստիկ օֆիս են ստացել, շատ սիրուն։ Մեկը նայր կասել, բայց խեք օֆիսի վրա այդքան փող ծախսը։ Ու մեծ փողերի մասին է խոսքը, բայց միջավայր են ստեղծել, որ մարդիկ ավելի լավ է տեղ աշխատեն, որովհետև ինովացիան էլ է, ստեղծար ոլորտում աշխատել է։ Այդ գիտես ոնց է, եթե դու այո գեղեցիկ տեղ ես աշխատում, գեղեցիկ գործ ես անելու, ասենք, վատ կեղտոտ ինչ-որ բան տեղ աշխատես, հա, որտեղ բանը ազդելու է, էլի։ Հենց երեք աղբորս կնոջ հետ հենց այդ թեմով ենք խոսում, արդեն որ դպրոցը գնան երեխեքը բան, այդ շատ դժվար հարց հացնողների համար։ Մի հատ դպրոցի անուն տվեցին, չասեմ հիմա, որ այդպես թանկ դպրոց է, էլի էժան չի։ Ասին շատ լավն է, ես ասի համաձայն չեմ, ես այդ դպրոցում եղել եմ, ծրագրին տեղյակ չեմ, չգիտեմ այդ երեխեքը ոնց են սովորում դասատուների որակություն, ազնիվ ասում չգիտեմ։ Բայց այդ դպրոց ես որ մտա, հասկացա, որ այդ դպրոցը լավ դպրոց չի։ Ասին խի, ասում եմ, որովհետև նկար ծուռ էր կախած, պլինտուսը ծուռ էր խփած, դուռը ճռում էր, զամոկը ծռված էր, չգիտեմ, ու լիքը բաներ, որ կասեն, ինչի է տալիս ես ընկեն, արեք, բայց այցարտամ, եթե այդքան փող ես տալի, դու ուզում ես, որ այդ երեխեն, այդ փող տալը, հա, ու շատ իրելն են տենց բաներին, որ եթե նկարը ծռվում է, դասատուն ուղի ու ասի ծուռ բան չպետք է ստեղ լինի, փչացած բան չպետք է ստեղ լինի, որ այդ միջավայրը մեր երեխեքը դառնան
ոնց ասեմ, կարող է սխալ եմ ասում, իրոք կարող է սխալ եմ ասում, բայց ես համոզված եմ, որ երբ որ միջավայրին դու նման շատ ու շատ իր վերաբերմունք ես ցույց տալի, այդ միջավայրից դուրս են գալի ավելի կազմակերպված, ավելի հետևողական, որովհետև ախր դիզայնի մեջ էլ է տենց ու ամեն տեղ է։ Միջակի ու լավի տարբերությունը շատ փոքր դետալների մեջ է, բայց այդ շատ փոքր դետալները, երբ որ դու նկատում ես ու սկսում ես դրա վրա աշխատես, այդ տարիների փորձ է։ Իհարկե։ Ու վերաբերմունք է քո գործին։ Շատերիս մոտ դա չի ստացվում։ Լիքը բան ես էլ եմ վատանում, լիքը բան կարող է դու ես վատանում, բայց դու պետք է ձգտես դրան, պետքա ձգտես դրան ու քոնեցածի մեջ պետքա փորձես տաս մաքսիմումը։ Օրինակ, այդ շատ կարևոր մի հատ բանի եկանք, օրինակ իմ կարծիքով այդ բանը այդ կրթության հետ էլ է կախված, ինձ թվում է, այդ բանը պետք է մեր երեխեք սովորեն գեղեցիկ գնահատել։ Հա, Այսինքն փոքրուց պետք է գեղեցիկը տեսնեն։ Իմ խոսքը հենց դրա մասին էր։ Ու գեղեցիկը գնահատեն։ Ու դա այդ օրինակ մեր դեպքում դիզայնի դեպքում ինչա դե իրականում դիզայնը ինչա դա ինչ որ գեղեցիկ բանա, որը վաճառվում է, այսինքն համար ֆունկցիա ունի, ինչ գեղեցիկ բանա, որտեվ եթե մենակ գեղեցիկ է, արվեստ է, դիզայն չի, բայց նաև որ ինքը ֆունկցիա ունի։ Ասենք ինքը, ասենք, չգիտեմ, այս բաժակը կարող է պրոստը բաժակ լինել, բայց եթե գեղեցիկ բաժակ է, ավելի լավ է։ Ասենք մարդիկ ցկտում են գեղեցիկ բաժակ առնեն, ոչ թե ու դրա համար պատրաստ են ավել վճարել, ավել վճարեն։ Ու հիմա աշխարհի ամենա թանկ ընկերությունը ո՞րն է։ Apple-ը, չէ։ Իրանք ինչ վերաբերմունք ունեն դիզայնին։ Հա, մանյակին նման է վերաբերվում ամեն փոքր դետալին։ Բայց դե էդ էլ ավելի շատ այնտեղ արդեն ոնց որ բանա դառե, քիչ արդեն այդ էլ բանի մասին է, ավանդույթ է, իրանց մոտ իրանք դրեցին ստավկանե ձև գնացին, ավանդույթ դառավ, փոխվեց, հա Ջոն Այվել այնտեղ չի, չգիտեմ, լիքը բաներ ընկերությունը փոխվում է, բայց այդ ավանդույթները դեռ շարունակվում է։ Կձևափոխվի որոշ ժամանակ հետո կարող այլ չլինի, բայց էդ էլ էլի նույն բանն էինք ասում այդ որ օրինակ իրանց մոտ ինչ է, իրանք նես չի որ ասենք Dell-ի կոմպյուտերը շատ ավելի գեշն է, քան թե Apple-ին է, էլի, իրանք բոլորն էլ բան են, որտեվ այնտեղ այդ արդեն նորմա է։ Այդ մեզ համար է զարմանալի բան, խիա Apple-ը այդպես ինչ սիրուն է, այդպես դիզայնի հաշվին է ծախում, բայց այդ երկրում դա նորմա է։ Դու չես կարող լավ դիզայն անես ու ապրանք ծախես։ Չէ, դե օրինակ Microsoft-ը չես համեմատի, այդ ոչ իրանց ինտերֆեյսը, որ ամենայն դեպս չնայած հիմա շատ են մոտիկացի բոլորը իրար։ Չէ, բանը Microsoft Surface համակարգիչները։ Դա ասում հիմա շատ են մոտեցել, շատ են մոտեցել, Microsoft-ի որակը շատ է բարձրացել, բայց չգիտեմ, ես այդ հանկերության հանդեպ շատ կողմնակալ վերաբերմունք ունեմ։ Հա, բայց ուղղակի ինչի մասն է ասում, որ շուրջ բոլորը նայում ես, ասենք այնտեղ չի կարա վատը ծվի, որտեղ շուրջ բոլորի վրա ուշադրություն է դարձված դիզայն, էլի։ Այդ տունը գեղեցիկ է կառուցված, ինքը ասենք ճարտարապետին վստահել է, չի ասի, այս այստեղ սենց պատուհան կդնես, բան կանես, ինքը հա ասել է, սենց էս գտնում, սենց է ճիշտ դիզայն ես անում, ինտերիեր դիզայն ես անում, սենց էս գտնում, ճիշտ սենց։ Մեր մոտ մենք բոլորս դիզայներ ենք, ճարտարապետ ենք, բժիշկել չէ, բայց բժիշկել ենք էլի շատ դեպքեր։ ChatGPT-ով բժիշկել ենք դառնում։ Հա, ես քեզ ի՞նչն է ոգևորում։ Ինչ։ Չգիտեմ։ Ինչպես մի հատ մանգեր ունեմ, ինքը այս վերջերս այն ինչ որ իր այդ խոսում ենք, շատ նենց հստակ դրել է էլի, երազանք։ Օրինակ ինչ որտեղ էս բանն էլ այդ ինչ որ դարավ երազանքի նման բան էս ու սկսեց բան այդ երազանքը իրականացնելը բան այդ իրոք աշկերտս փակում է չէ այդ հաստացա իրիկունը աշկերտս փակում է դա տեսնում առատը զարկում է դրա մասն է խոսում ինձ այդ չգիտեմ ինչ որ բաները կա որ ոգևորում է ես ուզում եմ որ չգիտեմ ես ուզում եմ որ լավ լինի մեր երկրում մենք շատ նեգատիվ ենք էլի իրար հանդեպ շնչում բանանում մեր փողոցում էսը դուս ես գալի նեգատիվը ասես խփելու է երեսիդ էլի ես ուզում եմ պոզիտիվ լինի իմ երկիրս բան լինի
լավ երկիր լինի, ես լինելու է, այլ ասենք այդ ոգի, օրինակ ինձ այդ շատ է ոգևորում այդ բանը, որ իմ երկիրս լավը լինի։ Այսքան ժամանակ ապրել եմ այս երկրից չեմ գնացել, պետք է եսի լավը լինի, պետք է ամենալավ երկիրը դառնա։ Հասկանում ես, չէ, լուրջ եմ ասում, իրոք այդ իմ բանն է։ Ու ինչ որ անում եմ, փորձում եմ այդ փորձեմ ինչ որ մի բան լավ անել այս երկրում։ Թե դիզայնը լավ անեմ, չգիտեմ, ինչ որ մի բան է, ինչ որ ես կարամ։